Ով է օգնում այն մորը, որը երբեք օգնություն չի խնդրում։ Իր դստերը փրկելու փորձի մեջ նա հատում է ճիշտի անհրաժեշտի միջսահմանը։ Եվ բացահայտում է, որ երբեմն հենց սխալի մեջ է բնակվում կարեկցանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Զարթուցիչը երբեք չէր հասցնում զնգալ։ Կարինեն ավելի շուտ էր արթնանում, միշտ ավելի շուտ, մի ռեֆլեքսով, որը մարմինը սովորել էր անհրաժեշտությունից ելնելով։ Առավոտյան 4:30 դրսում դեռ մութ էր, իսկ նա արդեն ոտքի վրա էր, բոբիկ քայլելով այն սենյակի սառը հատակին, որը հազիվ թե արժանի էր սենյակ կոչվելու։ 6 քառակուսի մետր տարածք էր, որը կիսում էր Սոնայի, իր 1 տարեկան ու 3 ամսական դստեր հետ, որը կծկված քնած էր բարակ ներքնակի վրա, փռված ուղիղ ցեմենտե հատակին։ Քամին ներս էր սողոսկում կոտրված պատուհանի ճեղքերից, այն պատուհանի, որը տանտերը խոստացել էր վերանորոգել ամիսներ առաջ։ Կարինեն մաշված վերմակը քաշում էր աղջկա փոքրիկ մարմնի վրա, նախքան հերթական օրը սկսելը։ Պատին հայելի չկար, բայց նրան պետք էլ չէր իմանալու համար, թե ինչ կտեսներ։ Խորն ընկած աչքեր, ամուր հավաքած մազեր, հատակ լվանալուց կոշտացած ձեռքեր։ 24 տարեկանում Կարինեն զգում էր, որ կրում է մի ամբողջ կյանքի պայքարի ծանրությունը։ Նա ապրում էր Երանի Մալաթիա Սեբաստիա թաղամասում, որտեղ տները կուտակված էին իրար վրա, ավտոբուսը 40 րոպե էր տում միայն մինչ գլխավոր պողոտա հասնելը։ Այնտեղից 2 տրանսպորտային միջոց էր պետք մինչ կենտրոն, որտեղ գտնվում էր այն առանձնատունը, որտեղ նա աշխատում էր որպես մաքրուհի։ Նա բացեց հին սառնարանը, որը նվեր էր ստացել հարանուհուց, ներսի թույլ լույսը բացահայտեց այն, ինչ նա արդեն գիտեր, դա տարգ էր։ Լիովին դատարկ։ Կար միայն ջրով կիսով չափ լի պլաստիկ շիշ մի փոքրիկ տարաշաքարավազով, որը պահում էր պահարանում։ Կարինեն զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց, ոչ թե սեփական քաղցից, այլ այն գիտակցումից, թե դա ինչ էր նշանակում։ Սոնան շուտով կարթնանար, ինչ կարող էր նա առաջարկել։ Շաքարաջուր, ինչպես արել էր երեկ։ Եվ նախանցյալ օրը։ Եվ դրանից առաջվա օրը։ Աղջիկը չափազանց նիհար էր իր տարիքի համար, մեծ ու հետաքրքրասեր աչքերով, որոնք կարծես թե ավելին էին հասկանում, քան պետք էր։ Նա ծնվել էր վաղաժամ, շաբաթներ էր անցկացրել նորածնային վերակենդանացման բաժանմունքում, այդ ժամանակվանից ի վեր նրա առողջությունը մշտական խնամք էր պահանջում։ Քրոնիկական սակավարյունություն, ասել էր պոլիկլինիկայի բժիշկը։ Երկաթի, վիտամինների, ուժեղացված սննդի կարիք ուներ։ Կարինեն բժշկի դեղատոմսը ծալած պահում էր դրամապանակում, կարծես դա իր իսկ անզորության պաշտոնական փաստաթուղթը լիներ։ Այնտեղ գրված տեխնիկական բառերը դատավճիռների պես էին, վիտամինային հավելում, որակյալ սպիտակուց, պարբերական հսկողություն։ Այն ամենը, ինչը փող արժեր, որը նա չուներ։ Օրավարձով մաքրուհի աշխատելը քիչ եկամուտ էր բերում։ Ընտանիքում աշխատելը գրանցված աշխատանքով հեռավոր երազանք էր, որն իրականացել էր ընդամենը 6 ամիս առաջ, երբ նա ստացել էր աշխատանքը գործարար Կարեն Խաչատրյանի առանձնատանը։ 35 տարեկան մի տղամարդ, ծնված Հայաստանում, լիբանանահայերի զավակ, մի շինարարական ընկերության սեփականատեր, որը կառուցում էր արտրային շենքեր ամբողջ քաղաքում։ Հարուստ։ Շատ հարուստ։ Եվ ըստ մյուս բոլոր աշխատակիցների, չափազանց պահանջկոտ ու սառույցի պես սառը։ Կարինեն հազիվ թե հանդիպել էր նրան առաջին շաբաթներին։ Նա շուտ էր գալիս, մաքրում էր հարկերը, մինչ նա դեռ քնած էր կամ փակված իր աշխատասենյակում, հեռանում էր մինչ ճաշի ժամը։ Տունը հսկայական էր, 3 հարկով, լողավազանով, այգով մի ավտոտնակով, որտեղ կային մեքենաներ, որոնք նա տեսել էր միայն ամսագրերում։ Յուրաքանչյուր սենյակ կարծես դիզայներական ամսագրից լիներ, ներմուծված կահույքով, պատերին արվեստի գործերով, պարսկական գորգերով, որոնք ավելի թանկ արժեին, քան նա կվաստակեր տարիների ընթացքում։ Եվ ամեն ինչ միշտ անթերի էր, միշտ լուռ, միշտ կյանքից զուրկ։ Բայց աշխատավարձը լավագույնն էր, որ նա երբեք ունեցել էր։ 180,000 դրամ, գումարած տրանսպորտի փոխհատուցում։ Շատ չէր, բայց կայուն էր, նա չէր կարող կորցնել այդ աշխատանքը։ Դեղատան պարտքերը կուտակվում էին, ուշացած վարձը սպառնում էր վտարմամբ, այն փոքրիկ սենյակի տիրուհին, որտեղ նրանք ապրում էին, արդեն 3 անգամ թակել էր դուռը այդ շաբաթվա ընթացքում։ Կարինեն խոստացել էր վճարել ամսվա վերջին, բայց գիտեր, որ չի կարողանա։ Նա հայտնվել էր մի հաշվարկի մեջ, որը երբեք չէր փակվում, քիչ վաստակել, ծախսել առաջին անհրաժեշտության վրա, մնալ առանց ոչնչի, կրկնել։
Այդ առավոտ, մինչ ջուր էր տաքացնում ինքնաշեն գազօջախի վրա, Սոնայի նախաճաշը լինելիք ջրիկ շիլան պատրաստելու համար, Կարինեն հազարերորդ անգամ մտածեց, թե ինչպես էր հասել այստեղ։ Հղիացել էր 22 տարեկանում, մի ընկերոջից, որն անհետացել էր, հենց իմացել էր հղիության մասին։ Փորձել էր շարունակել սովորել, երեկոյան բուժքույրական տեխնիկում էր հաճախում, բայց երբ Սոնան ծնվեց վաղաժամ հիվանդանոցային խնամքի կարիք ունեցավ, դասերը անհնար դարձան։ Նա դադարեցրել էր ուսումը, մի օր վերադառնալու խոստումով։ Այդ օրը երբեք չեկավ։ Աղջիկն արթնացավ լացով, մի թույլ լաց, որը սիրտ էր կոտրում։ Կարինեն նրան գրկեց, օրորեց, ցածրաձայն մի օրորոցային երգեց, որը իր իսկ մայրն էր սովորեցրել մանուկ հասակում։ Սոնան քիչ-քիչ հանգստացավ, գլուխը հարմարեցնելով մոր ուսին, Կարինեն փակեց աչքերը, փորձելով չփլուզվել։ Ինչպես բացատրել այդքան փոքր երեխային, որ մայրիկը ուտելիք չունի։ Ինչպես ասել, որ սերը, որքան էլ մեծ լինի, փոր չի կշտացնում։ Նրան տվեց ջրիկ շիլան, որը պատրաստված էր 3 գթալ օսլայով շաքարով, դիտում էր, թե ինչպես է Սոնան ամեն ինչ խմում մի լուռ քաղցով, որն ավելի շատ էր ցավեցնում, քան ցանկացած ճիչ։ Հետո փոխեց տակդիրը, հագցրեց ամենակիչ մաշված շորիկը, որ ուներ, նայեց ժամացույցին։ 5:40։ 20 րոպեից պետք է դուրս գար, առաջին ավտոբուսը հասցնելու համար։ Եվ հենց այդ պահին, նայելով իր դստերը, որը կարճել էր իր գունաթափ փափուկ արջուկից, իրականությունը հարվածեց նրան բռունցքի պես։ Տիկին Լիլիթը, հարանուհին, որը խնամում էր Սոնային, մինչ նա աշխատում էր, մեկնել էր Գյումրի, իր հիվանդ քրոջը տեսակցելու։ Նա բացակայելու էր մի ամբողջ շաբաթ։ Կարինեն այլս ոչ ոք չուներ։ Ոչ մի մոտ հարազատ երանում, ոչ մի ընկեր, որը կարող էր օգնել այդ պահին։ Նա արդեն փորձել էր Սոնային աշխատանքի տանել մի անգամ, ամիսներ առաջ, առանձնատան տնտեսուհին հստակ հասկացրել էր, որ դա արգելված է։ Աշխատակիցները չպետք է անձնական խնդիրները բերեին տիրոջ տուն։ Եթե բացակայեր աշխատանքից, կհեռացվեր։ Այդքան պարզ։ Եվ եթե հեռացվեր, կկորցներ եկամտի միակ աղբյուրը, վարձը կդառնար անվճարելի պարտք, մայր ու դուստր կհայտնվեին փողոցում։ Բայց եթե գնար աշխատանքի, ինչ կաներ Սոնայի հետ։ Միայնակ թողներ այդ սենյակում։ 1 տարեկան երեխային։ Միայն այդ մասին մտածելիս խուճապը կոկորդով բարձրանում էր լեղու պես։ Նա շրջաններով քայլում էր փոքրիկ սենյակում, խորը շունչ քաշելով, փորձելով մտածել։ Ձեռքերը դողում էին։ Ժամացույցն առաջ էր գնում։ Եվ հետո, հուսահատության խենթ քաջության խառնուրդի մեջ, մի միտք ծագեց նրա գլխում։ Վտանգավոր։ Ռիսկային։ Հավանաբար ամենավատ որոշումը, որ կարող էր կայացնել։ Բայց այդ պահին դա թվաց միակ ելքը։ Կարինեն վերցրեց մեծ ուսապարկը, որն օգտագործում էր ուտելիքի տուփ փոխնորդ հագուստ տանելու համար, դատարկեց ամեն ինչ, հատակը պատեց իր ունեցած ամենափափուկ վերմակով։ Դրեց տակդիրներ, ջրով շիշ, արջուկը։ Եվ հետո սիրտը կրծքում բաբախելով, գրկեց Սոնային զգուշորեն դրեց ուսապարկի մեջ, վերի մասը բաց թողնելով, որպեսզի կարողանար շնչել։ Աղջիկը նայեց նրան։ Իր հսկայական աչքերով, չհասկանալով, Կարինեն դողացող ձայնով շշնջաց. Աղջիկս, մայրիկը մի բան է անելու։ Դու շատ հանգիստ կմնաս, լավ։ Սա խաղի պես մի բան է լինելու։ Մենք զբոսնելու ենք, իսկ դու կմնաս քո հատուկ անկյունում։ Խոստանում ես մայրիկին, որ հանգիստ կմնաս։ Սոնան անհասկանալի մի բան մրմնջաց արջուկը սեղմեց կրծքին։ Կարինեն համբուրեց նրա ճակատը, խորը շունչ քաշեց ուսապարկը դրեց մեջքին։ Դստեր քաշը թեթեր, բայց մեղքի զգացումը ճնշող։ Նա կողպեց սենյակի դուռը, իջավ նեղ աստիճաններով դուրս եկավ երանի դեռ մութ փողոց։ Ավտոբուսով ճանապարհորդությունը տանջանք էր։ Յուրաքանչյուր ցնցում, յուրաքանչյուր կտրուկ արգելակում ստիպում էր Կարինեին ամուր բռնել ուսապարկի կապերը, Սոնային պաշտպանելով սեփական մարմնով։ Աղջիկը հրաշքով հանգիստ մնաց, գուցե օրորվելով շարժումից կամ պարզապես չափազանց հոգնած լինելով բողոքելու համար։ Երբ վերջապես իջան քաղաքի թանկ թաղամասում, առը սկսում էր բացվել հորիզոնում, լուսավորելով լայն փողոցները, խնամված այգիները, շքեղ առանձնատները, որոնք կարծես այլ մոլորակից լինեին։ Կարինեն վերջին թաղամասերը քայլեց գրեթե վազելով, սիրտը բուռն բաբախելով։ Նա հասավ Կարեն Խաչատրյանի առանձնատուն ժամը 6:15-ին, պաշտոնական ժամից 15 րոպե շուտ։ Ներս մտավ հետի մուտքից, ինչպես միշտ, օգտագործելով բանալին, որը ստացել էր առաջին օրը։
Տունը լուռ էր։ Տերը դեռ քնած էր, ինչպես Մարիամը, տնտեսուհին, որն ապրում էր հետի բակի փոքրիկ տնակում։ Միայն գորգը, գիշերային պահակն էր արթուն, բայց նա մնում էր մուտքի պահակակետում հազվադեպ էր շրջում տանը։ Նա իջավ աստիճաններով, որոնք տանում էին դեպի նկուղ, որտեղ գտնվում էր մաքրման պարագաների պահեստը։ Դա սառը տարածք էր, մետաղյա դարակներով, որոնք լի էին քիմիական նյութերով, դույլերով, ավելներով, լաթերով։ Հազվադեպ էր որը մեկը իջնում այնտեղ, բացի իրենից։ Կարինեն ընտրեց մի հեռավոր անկյուն, ավելի մեծ դարակների հետում, վերմակով մի բույն սարքեց։ Նա զգուշությամբ հանեց Սոնային ուսապարկից, պառկեցրեց փափուկ կտորի վրա, ծնկի իջավ նրա կողքին։ Սիրելիս, դու մի փոքր այստեղ կմնաս, լավ։ Մայրիկը վերում աշխատելու է, բայց շուտով կվերադառնա քեզ տեսնելու։ Դու Գարջուկիդ հետ կխաղաս, խելոք կլինես։ Խնդրում եմ, սեր։ Խնդրում եմ։ Սոնան հորանջեց, բութ մատը դրեց բերանը, փակեց աչուկները։ Կարինեն երկար րոպեներ մնաց այնտեղ, պարզապես դիտելով, այդ պատկերը դաջելով հիշողության մեջ, կարծես դա վերջին անգամը լիներ։ Հետո ոտքի կանգնեց, բարձրացավ աստիճաններով, սկսեց օրվա աշխատանքը, կրծքում մի հսկայական քարի ծանրությամբ։ Յուրաքանչյուր րոպեն տանջանք էր։ Մինչ հյուրասենյակի հատակն էր սրբում, միտքը նկուղում էր։ Մինչ պատշգամբի ապակիներն էր մաքրում, պատկերացնում էր Սոնային արթնացած, լաց լինելիս, սառը հատակին սողալիս։ Յուրաքանչյուր ձայն, որ լսում էր, յուրաքանչյուր դուռ, որ բացվում էր, յուրաքանչյուր ձայն, որ արձագանքում էր տանը, ստիպում էր նրան դողալ վախից։ Իսկ եթե որը մեկը իջներ նկուղ։ Իսկ եթե աղջիկը սկսեր բարձր լաց լինել։ Իսկ եթե բացահայտեին։ Առավոտյան ժամը 9-ի կողմերը Կարինեն մի պատրվակ գտավ իջնելու համար։ Մարիամին ասաց, որ պետք է ավելի շատ մաքրող միջոց վերցնի, գրեթե վազելով իջավ աստիճաններով։ Սոնան արթուն էր, շփոթված հայացքով շուրջը նայելով, աչուկները արցունքոտ։ Երբ տեսավ մորը, ձեռիկները մեկնեց, «Կարի»։ Նեն նրան գրկեց, օրորելով, մխիթարական խոսքեր շշնջալով։ Ամեն ինչ լավ է, սեր իմ, մայրիկն այստեղ է։ Դու այնքան խիզախ էիր։ Այնքան խիզախ։ Նա արագ փոխեց տակդիրը, ջուր տվեց, փայփայեց։ Սոնան կառչեց մոր վզից իր չափերին անհամաչափ ուժով, Կարինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Բայց չէր կարող երկար մնալ։ Չէր կարող կասկածներ հարուցել։ Նա նորից պառկեցրեց դստերը վերմակի վրա, արջուկը թողեց կողքին բարձրացավ, արցունքները սրբելով ձեռքի թիկունքով։ Օրը ձգվեց հավերժության պես։ Կարինենս 3 անգամ իջավ նկուղ, միշտ տարբեր պատրվակներով, միշտ սիրտը բերանում։ Խոհանոցում նա հանդիպեց Անահիտին, խոհարարուհուն, միջին տարիքի մի կնոջ, մայրական կեցվածքով ուշադիր հայացքով։ Անահիտը նկատեց Կարինեի գունատ դեմքը, կարմրած աչքերը հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Դու շատ վատ տեսք ունես, աղջիկ ջան։ Վատ ես զգում։ Ուղղակի հոգնածություն է, տիկին Անահիտ։ Այս գիշեր լավ չեմ քնել։ Խոհարարուհին կնճռոտեց ճակատը, բայց չպնդեց։ Փոխարենը, նա անձեռոցիկի մեջ փաթաթեց նախաճաշից մնացած մի քանի միրգ ու ած մեկնեց Կարինեին։ Սա վերցրու։ Մի նույն է, դեն ենք գցելու։ Եվ մի բան կեր, լսում ես։ Քաղցած ստամոքսով աշխատելն իմաստ չունի։ Կարինեն կոկորթում խեղդվող արցունքներով շնորհակալություն հայտնեց, փաթեթը դրեց ուսապարկի մեջ։ Դա իր համար չէր։ Սոնայի համար էր։ Նա ճաշի ընդմիջմանը իջավ նկուղ, տեսավ, թե ինչպես է աղջիկը ուտում ելակներն ու ֆրանսիական հացի կտորները մի այնպիսի ագահությամբ, որը սիրտ էր կոտրում։ Սոնան ուտում էր այնպես, կարծես երբեք իսկական ուտելիք չէր տեսել, գուցե իսկապես չէր տեսել, համենայն դեպս վերջին օրերին։ Կարինեն գրկեց դստերը, տեսավ, թե ինչպես է նա ծամում ու կուլ տալիս, այդ դժոխային առավոտվա ընթացքում առաջին անգամ մի փոքր թեթացում զգաց։ Գոնե նա գերավ։ Գոնե այսօր քաղցած չէր մնա։ Բայց թեթացումը կարճ տեց։ Որովհետև երբ աշխատանքային օրվա ավարտին մնացել էր ընդամենը 40 րոպե, երբ Կարինեն արդեն հաշվում էր րոպեները, Սոնային վերցնելու տուն գնալու համար, տեղի ունեցավ ամենավատը։ Նա երկրորդ հարկում էր, միջանցքի գորգը փոշեկուլով մաքրելիս, երբ լսեց. Ճիչ։ Ոչ, ճիչ չէր։ Երեխա։ Լաց էր։ Սուր, վախեցած լաց, որը գալիս էր ներքից։
Կարինեն փոշեկուլը գցեց հատակին, վազեց աստիճաններով ներք, սիրտը գրեթե պայթելու չափ բաբախելով։ Նա անցավ խոհանոցով, անտեսելով Անահիտի զարմացած հայացքը, ցայթաքելով իջավ նկուղի աստիճաններով։ Բայց երբ հասավ ներք, պահեստը դատարկ էր։ Վերմակը դեռ անկյունում էր։ Արջուկը գետնին ընկած։ Բայց Սոնան այնտեղ չէր։ Խուճապը ալիքի պես եկավ։ Կարինեն վազեց դեպի աստիճանները, բարձրացավ, նորից անցավ խոհանոցով։ Անահիտը ինչ-որ բան բղավեց, բայց նա չլսեց։ Նա կարող էր մտածել միայն մի բանի մասին, որտեղ է իր դուստրը։ Որտեղ։ Եվ հետո նա տեսավ։ Առաջին հարկի նախասրահում, հսկայական մարմարե հատակի մեջտեղում կանգնած էր Սոնան։ Փոքրիկ, ճմրթված շորիկով, խառնված մազերով, հին արջուկը սեղմած կրծքին։ Եվ նրա դիմաց բարձրահասակ, անթերի, մուգ կոստյումով անսխալական սառը արտահայտությամբ կանգնած էր Կարեն Խաչատրյանը։ Գործարարը նայում էր երեխային զարմանքի մի բանի խառնուրդով, որը Կարինեն չկարողացավ բացահայտել։ Դա զայրույթ չէր։ Զզվանք չէր։ Դա ավելի խորը, ավելի ցավոտ մի բան էր։ Եվ երբ նա բարձրացրեց աչքերը, տեսավ Կարինեին, կանգնած աստիճանների վերում, ժամանակը սառեց։ Կարինեն վազելով իջավ, ցայթաքելով սեփական ոտքերի վրա, կենդանական հուսահատությամբ գրկեց Սոնային։ Աղջիկը սկսեց լաց լինել, վախեցած գրկախառնության ուշքնությունից, Կարինեն ծնկի իջավ մարմարե հատակին, դստերը սեղմելով կրծքին, կարծես ուզում էր նրան միաձուլել սեփական մարմնին։ Խոսքերը դուրս թափվեցին անկառավարելի հոսքով, ընդհատվելով հեկեկոցներով։ Ներեցեք, պարոն։ Խնդրում եմ, ներեցեք։ Ես այլ ընտրություն չունեի, չգիտեի ինչ անել, չէի կարող նրան մենակ թողնել, նա քաղցից կմահանար, ես ոչ ոք չունեմ, ոչ ոք, ես պետք է աշխատեի, ես չեմ կարող կորցնել այս աշխատանքը, ներեցեք, խնդրում եմ նրան մի վնասեք, ինձ վնասեք, ինձ դուրս արեք, բայց նրան ոչինչ մի արեք, նա անմեղ է, նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Արցունքները անկառավարելի հոսում էին, թրջելով Սոնայի դեմքը, որը նույնպես լաց էր լինում, ավելի շատ վախեցած մոր հուսահատությունից, քան որե այլ բանից։ Կարինեն ամբողջովին դողում էր, սպասելով ճիչի, նախատինքի։ Անմիջապես հեռանալու հրամանի։ Նա սպասում էր նվաստացման, արհամարհանքի, գուցե նույնիսկ ոստիկանություն կանչեին։ Բայց այն, ինչ եկավ, լռությունն էր։ Կարեն Խաչատրյանը երկար վայրկյաններ անշարժ մնաց, նայելով այդ տեսարանին, այդ կնոջը, որը ծնկի էր իջել իր տան հատակին, գրկած թերսնված ու վախեցած երեխային։ Նրա արտահայտությունը անթափանց էր, բայց ինչ-որ բան փոխվել էր նրա հայացքում։ Ինչ-որ հին ու ցավոտ բան էր արթնացել։ Նա մի քայլ առաջ արեց։ Կարինեն կծկվեց, Սոնային պաշտպանելով սեփական մարմնով։ Բայց նա չբղավեց։ Նրան դուրս չհանեց։ Փոխարենը, նա ասաց ընդամենը երկու բառ, ցածր զուսպ տոնով. «Ոտքի կանգնեք»։ Կարինեն հնազանդվեց, դողալով, դստերը այնքան ուժեղ բռնելով, որ ձեռքերը ցավում էին։ Կարենս մի պահ նայեց նրան, հետո շրջվեց, քայլեց դեպի խոհանոց։ Կարինեն քարացած մնաց, չհասկանալով։ Նա կանգնեց դռան մոտ, հետ նայեց։ «Եկեք»։ Դա խնդրանք չէր։ Հրաման էր։ Եվ Կարինեն, այլընտրանք չունենալով, հետեց նրան։ Խոհանոցում Կարենը բացեց հսկայական սառնարանը, հանեց մրգեր, պանիր, հաց, կաթ։ Ամեն ինչ դրեց մարմարե սեղան։ Ինչ ճշգրիտ, գրեթե մեխանիկական շարժումներով ինքնուրույն մի ափսե պատրաստեց։ Կարինեն լուր հետում էր, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Նա ափսեն դրեց սեղանին, Սոնային նշան արեց։ Անահիտը, որը լայն բացված աչքերով դռան մոտից հետում էր ամեն ինչին, բերեց մանկական աթոռ, որը պահվում էր բարձր պահարանում։ Կարենը վերցրեց աթոռը, դրեց սեղանի մոտ, սպասեց։ Կարինեն, դեռ դողալով, նստեցրեց Սոնային այնտեղ։ Աղջիկը, անհագ քաղցով, սկսեց ուտել։ Վերցնում էր պանրի կտորներ, ելակներ, բանան, ամեն ինչ խցկում փոքրիկ բերանը մի հրատապությամբ, որը մատնում էր օրերի զրկանքը։ Կարենը լուռ հետում էր։ Եվ հետո, աչքերը երեխայից չկտրելով, տվեց այն հարցը, որը կփոխեր ամեն ինչ։ Ինչու օգնություն չխնդրեցիք։ Կարինեն չոր կուլ տվեց։ Ձայնը թույլ ու դողացող դուրս եկավ։ Տերը պարտավոր չէ իմանալ աշխատողի կյանքի մասին, պարոն։ Ես ուղղակի պետք է աշխատեի։ Նրան թողնելու տեղ չունեի։
Հարանուհին, որ խնամում է, մեկնել է, ես այլս ոչ ոք չունեմ։ Եթե բացակայեի, կկորցնեի աշխատանքս։ Ես չեմ կարող կորցնել աշխատանքս, պարոն։ Մենք այլս ոչինչ չունենք։ Միայն այս աշխատանքը։ Ուրեմն ավելի լավ համարեցիք երեխային նկուղում թաքցնել։ Մեղադրանքը հստակ էր նրա ձայնում, բայց ճիչ չկար։ Կարինեն գլուխը խոնարհեց, արցունքները վերադառնում էին։ Գիտեմ, որ սխալ էր։ Գիտեմ, բայց չգիտեի ինչ անել։ Նա հիվանդ է, պարոն։ Սակավարյունություն ունի։ Դեղերի, լավ սննդի կարիք ունի։ Եվ ես դրա համար փող չունեմ։ Դեղատունն այլս պարտքով չի տալիս։ Վարձն ուշացած է։ Մենք 3 օր է տանը ուտելիք չունենք։ Ես ամեն ինչ փորձել եմ, բայց ելք չկա։ Ես ուղղակի ուզում էի, որ նա քաղցած չմնա։ Միայն դա։ Հաջորդած լռությունը ծանր էր, լցված մի բանով, որը Կարինեն չէր կարող անվանել։ Կարենը շարունակում էր նայել Սոնային, որն այժմ ավելի դանդաղ էր ուտում, կշտացած, դեմքը բանանով ու ելակով կեղտոտված։ Եվ հետո նա ասաց մի բան, որը Կարինեն երբեք չէր սպասի լսել։ Ես էլ եմ դուստր ունեցել։ Բառերը ցածր դուրս եկան, գրեթե անլսելի։ Կարինեն զարմացած բարձրացրեց աչքերը։ Կարենը նրան չէր նայում։ Նայում էր աղջկան, բայց հայացքը հեռու էր, կորած անցյալի մի տեղում։ Նա հիմա այս երեխայի տա։ Լիքին կլիներ։ Եթե ողջ լիներ։ Օդը կարծես ներքաշվեց խոհանոցից։ Նույնիսկ Անահիտը, որը դեռ դռան մոտ էր, անշարժացավ։ Կարենը շարունակեց, ձայնը հաստատուն, բայց լցված հին ցավով։ Կինս մահացել է ծննդաբերության ժամանակ։ Երեխան չդիմացավ։ 2 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր ես խուսափում եմ երեխաներից։ Խուսափում եմ ցանկացած հիշողությունից։ Այս տունը դամբարանի եմ վերածել։ Աշխատում եմ 12-14 ժամ օրական, միայն թե չմտածեմ։ Միայն թե չզգամ։ Նա վերջապես նայեց Կարինեին, առաջին անգամ նա մարդկային մի բան տեսավ այդ մուգ աչքերում։ Տեսավ ցավ։ Տեսավ կորուստ։ Տեսավ մի մարդու, որն այնքան բարձր պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, որ նույնիսկ ինքն այլս չէր կարողանում դրանք անցնել։ Եվ հիմա հայտնվում եք դուք, հուսահատ, իմ տան նկուղում երեխա թաքցնելով։ Ամեն ինչ վտանգի տակ դնելով։ Ամենախենթ բանն անելով։ Այդ ամենը, որովհետ մայրական սերը հանձնվելու տեղ չի թողնում։ Կարենը խորը շունչ քաշեց, կարծես այդ խոսակցության ծանրությունը հյուծում էր նրան, կայացրեց մի որոշում, որը կարձագանքեր այդ խոհանոցում գտնվող 3 մարդկանց ողջ կյանքում։ Դուք չեք հեռացվի։ Եվ այս աղջիկն այլս թաքնված չի մնա։ Կարինեն թարթեց, չհասկանալով։ Կարենը շարունակեց, այժմ ավելի հաստատուն, ավելի գործնական տոնով, կարծես գործարար պայմանագիր էր կնքում։ Վաղվանից նա կմնա այստեղ, մինչ դուք աշխատում եք։ Երկրորդ հարկում դատարկ սենյակ կա, գրադարանի կողքին։ Ես դայակ կգտնեմ։ Համապատասխան սնունդ։ Ինչ որ անհրաժեշտ լինի։ Եվ դուք ինձ կբերեք բոլոր բժշկական դեղատոմսերն ու ուշացած հաշիվները, որ ունեք։ Մենք դա կլուծենք։ Կարինեն քարացած մնաց, կարծելով, թե սխալ է լսել։ Դա չէր կարող իրական լինել։ Տերերը այդպիսի բաներ չէին անում։ Ոչ ոք չէր անում։ Սա պետք է խաղ լիներ, ինչ-որ թակարդ։ Ես չեմ հասկանում, պարոն։ Դուք ինձ հիանալի լսեցիք։ Բայց ինչու՞։ Ինչու պարոնը դա կաներ։ Կարենը նորից նայեց Սոնային, որն այժմ սեղանի վրա հացի կտորներով էր խաղում, անտեղյակ մեծահասակների խոսակցությունից։ Եվ երբ պատասխանեց, նրա ձայնում մի խոցելիություն կար, որը Կարինեն երբեք չէր պատկերացնի այդ մարդու մեջ։ Որովհետև այս երեխային քաղցած տեսնելը ինձ հիշեցնում է այն դստեր մասին, որին երբեք գրկումս չեմ պահել։ Եվ եթե նրան օգնեմ, եթե ձեզ օգնեմ, գուցե կարողանամ մի գիշեր առանց մղձավանջների քնել։ Ես բարեգործություն չեմ անում։ Ես փորձում եմ ողջ մնալու միջոց գտնել։ Հաջորդ օրերն ասես երազի մեջ ապրելու պես էին, որից Կարինեն վախենում էր արթնանալ։ Այդ խոհանոցային խոսակցությունից հաջորդ առավոտ նա առանձնատուն հասավ Սոնային գրկած, դեռ կասկածամիտ, դեռ սպասելով, որ Կարենը կփոխի իր միտքը։ Բայց նա չփոխեց։
Նա նախասրահում էր, երբ նրանք եկան արդեն անթերի կոստյումով, գործնական պայուսակը ձեռքին, պատրաստ աշխատանքի գնալու։ Նա նայեց Սոնային, որը ամաչկոտորեն կառչել էր մոր վզից, հակիրճ գլխով արեց Կարինեին։ Մարիամը ցույց կտա սենյակը։ Դայակը կգա ժամը 10-ին։ Ինչ որ պետք լինի, ուղղակի ասացեք։ Եվ նա դուրս եկավ, չսպասելով պատասխանի, իր հետից թողնելով թանկարժեք օծանելիքի հետ անիրականության զգացում, որից Կարինեի գլուխը պտտվեց։ Մարիամը, տնտեսուհին, 50 անց մի կին, խիստ կեցվածքով կասկածամիտ հայացքով, Կարինեին ուղեկցեց երկրորդ հարկ։ Նա բացեց մի սենյակի դուռ, որը գտնվում էր գրադարանի կողքին, Կարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Սենյակն ավելի մեծ էր, քան այն ամբողջ տունը, որտեղ նրանք ապրում էին։ Այնտեղ կար մեկտեղանոց մահճակալ սպիտակ շխարշով, բաց գույնի փայտե զգեստապահարան, պատուհանի մոտ հարմարավետ բազկաթոռ, դատարկ դարակներ, որոնք սպասում էին գրքերի խաղալիքների։ Պատուհանը նայում էր այգուն, արի լույսը առատորեն ներս էր լցվում, լուսավորելով ամեն անկյուն։ Պարոնը հրամայել է մի քանի բան գնել, ասաց Մարիամը, մատնացույց անելով անկյունում դրված տուփերը։ Հագուստ, տաք դիրներ, խաղալիքներ։ Ասաց, որ դուք կընտրեք, թե ինչ մատուցել։ Կարինեն չկարողացավ խոսել։ Պարզապես գլխով արեց, աչքերը արցունքոտ։ Մարիամը մի պահ նայեց նրան, դեմքի արտահայտությունը անընթեռնելի, հետո ասաց մի բան, որը գրեթե նախազգուշացման պես հնչեց։ Չգիտեմ, թե ինչ ես արել պարոն Կարենին համոզելու համար, բայց նա բարեգործություն անող մարդ չէ։ Եթե նա դա անում է, ուրեմն պատճառ ունի։ Եվ ինչ էլ որ լինի այդ պատճառը, հուսով եմ, որ դու չես չարաշահի նրա բարի կամքը։ Կարինե։ Ինչ-որ կուլ տվեց, պատասխանեց հաստատուն ձայնով, չնայած դողին։ Ես ոչինչ չարաշահել չեմ ուզում։ Ես ուղղակի ուզում եմ աշխատել խնամել իմ դստերը։ Ուրիշ ոչինչ։ Մարիամը գլխով արեց, դեռ կասկածամիտ, դուրս եկավ սենյակից, Կարինեին մենակ թողնելով Սոնայի հետ։ Աղջիկը, հետաքրքրասեր, արդեն սողում էր անթերի մաքուր հատակին, ամեն ինչին դիպչելով իր փոքրիկ ձեռիկներով, հիացմունքի ձայներ հանելով։ Կարինեն նստեց մահճակալին, զգալով ներքնակի փափկությունը, որն այնքան տարբեր էր վարձով սենյակի հատակին դրված բարակ ներքնակից, թույլ տվեց, որ արցունքները վերջապես հոսեն։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման, վախի, երախտագիտության, մեղքի զգացումի արցունքներ էին։ Ամեն ինչի միաժամանակ։ Դայակը ժամանեց ճիշտ 10-ին։ Նա մոտ 30 տարեկան մի երիտասարդ կին էր, Ռուզաննա անունով, մանկական խնամքի փորձով մի քնքուշ կեցվածքով, որն անմիջապես գրավեց Սոնային։ Կարինեն հրահանգներ տվեց դստեր առօրյայի, դեղերի, որոնք պետք է ընդուներ, նրա նախասիրությունների վախերի մասին։ Ռուզաննան ուշադիր լսեց ամեն ինչ, գրառումներ ան։ Ելով փոքրիկ նոթատետրում, հավաստիացրեց, որ Սոնային կխնամի այնպես, կարծես իր իսկ զարմուհին լիներ։ Հանգիստ եղեք։ Կարող եք հանգիստ աշխատել։ Նա լավ ձեռքերում կլինի։ Բայց հեշտ չէր Սոնային այնտեղ թողնել վերադառնալ գործերին։ Կարինեն ամեն կես ժամը մեկ բարձրանում էր աստիճաններով, ինչ-որ մաքրող միջոց վերցնելու պատրվակով, միայն թե կիսաբաց դռնից նայի տեսնի իր դստերը, գունավոր խորանարդիկներով խաղալիս, սննդարար խյուս ուտելիս, Ռուզաննային ժպտալիս։ Դա անիրական էր։ Չափազանց լավ էր, իրական լինելու համար։ Եվ գուցե հենց այդ պատճառով Կարինեն չէր կարողանում լիովին հանգստանալ։ Նա սպասում էր, որ ամեն պահի ամեն ինչ կփլուզվի։ Որ Կարենը հետ կկանգնի։ Որ կբացահայտի, որ դա սխալ էր, չափազանցություն, խենթություն։ Բայց օրերն անցնում էին, դրանցից ոչինչ տեղի չէր ունենում։ Գործարարը հեռավորություն էր պահում։ Շուտ էր գնում, ուշ վերադառնում, փակվում էր աշխատասենյակում, երբ տանն էր։ Կարինեն նրան հպանցիկ տեսնում էր, միշտ լուրջ, միշտ խորասուզված փաստաթղթերի հեռախոսազանգերի մեջ, կառուցելով գործարքներ, որոնք նա հազիվ թե կարող էր պատկերացնել։ Նա երբեք չէր բարձրանում երկրորդ հարկ։ Երբեք չէր հարցնում Սոնայի մասին։ Կարծես նա ստեղծել էր այդ պաշտպանության խնամքի տարածքը, բայց չէր ուզում մոտենալ դրան, վախենալով, որ մտերմությունը ինչ-որ բան կկոտրի իր ներսում։ Բայց Անահիտը, խոհարարուհին, նկատում էր մանրուքներ, որոնք վրիպում էին մյուսներից։ Նկատում էր, որ Կարենը սկսել էր խոհանոցում գրություններ թողնել հատուկ խնդրանքներով, ավելի շատ մրգեր գնել, միշտ բնական յոգուրտ ունենալ, բազմազան խյուսեր պատրաստել։
Նկատում էր, որ նա հարցնում էր թվացյալ պատահական ձով, թե արդյոք երեխան լավ է կերել, քաշ է հավաքում, տեղերը ճիշտ են տրվում։ Նա ավելի շատ է մտահոգվում, քան ցույց է տալիս, մի առավոտ մեկնաբանեց Անահիտը Կարինեի հետ, մինչ սուրճ էին պատրաստում։ Ուղղակի դեռ չգիտի ինչպես վարվել դրա հետ։ Կարինեն չգիտեր ինչ պատասխանել։ Նա պարզապես զգում էր մի հսկայական երախտագիտություն, խառնված աճող անհանգստության հետ։ Ինչ էր Կարենը սպասում փոխարենը։ Պահանջ կլիներ։ Վճարելու գին կլիներ։ Մի 5 շաբթի օր, այդ բացահայտումի։ Գրեթե 3 շաբաթ անց ամեն ինչ սկսեց իսկապես փոխվել։ Կարինեն ավարտում էր իր հերթափոխը, մաքրման պարագաները դասավորում էր նկուղի պահեստում, այն նույն նկուղում, որտեղ թաքցրել էր Սոնային, որն այժմ լցնում էր նրան ամոթով ու զղջմամբ, երբ աստիճանների վրա քայլերի ձայն լսեց։ Նա շրջվեց, տեսավ Կարենին իջնելիս մի հազվադեպ բան, քանի որ նա երբեք չէր այցելում այդ տարածք։ Նա կանգնեց վերջին աստիճանին, դիտելով տեղը, Կարինեն զգաց, թե ինչպես է դեմքը այրվում նվաստացումից։ Նա գիտեր, որ նա իր դստերը թաքցրել էր այնտեղ, այդ սառը ու մութ տեղում, քիմիական նյութերի կեղտի մեջ։ Այստեղ էր, նրա ձայնը ցածր էր, առանց մեղադրանքի, պարզապես փաստի արձանագրում։ Կարինեն գլխով արեց, անկարող լինելով բառեր գտնել։ Կարենը քայլեց դեպի այն անկյունը, որտեղ նա սարքել էր վերմակե օրորոցը, կռացավ, դիպավ սառը հատակին։ Նա երկար վայրկյաններ մնաց այնտեղ, երբ ոտքի կանգնեց, նրա դեմքում ինչ-որ բան այլ էր։ Ինչ-որ բան ավելի քիչ կոշտ։ Դուք երի սարսափած եք եղել։ Դա հարց չէր, բայց Կարինեն մինույն է պատասխանեց, ձայնը ոտրվելով։ Այո։ Ամեն անցնող րոպեին կարծում էի, թե ինչ-որ մեկը կբացահայտի։ Թե նա բարձր կլացի։ Թե ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա։ Բայց ես ընտրություն չունեի, պարոն։ Երդվում եմ, չունեի։ Գիտեմ։ Նա հետ քայլեց դեպի աստիճանները, բայց կանգնեց բարձրանալուց առաջ։ Դուք ընտրել եք։ Հարցը անակնկալի բերեց Կարինեին։ Ինչպես, պարոն։ Դուք ընտրել եք։ Ես տանը կընտրեմ, պարոն։ Ավելի լավ ստեյք։ Գիտեմ, որ ձեր տանը ուտելիք չկա։ Անահիտն ինձ պատմել է, որ դուք ամեն օր ուտելիքի տուփ եք բերում, բայց երբեք չեք ուտում։ Միշտ պահում եք, որ տանեք։ Կարինեն զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում ամոթից։ Կարենը շարունակեց այն գործնական ուղիղ տոնով, որն օգտագործում էր ամեն ինչի համար։ Այսօրվանից դուք այստեղ եք ընտրելու, տուն գնալուց առաջ։ Եվ շաբաթվա համար ուտելիք կտանեք։ Անահիտը կպատրաստի։ Սա լավություն չէ, աշխատավարձի մաս է։ Լավ սնված աշխատողն ավելի լավ է աշխատում։ Բայց պարոն, սա կարգելի չէ։ Եվ նա բարձրացավ աստիճաններով, նախքան Կարինեն կկարողանար բողոքել, նրան մենակ թողնելով նկուղում, արագացած։ Սրտխփոցով կրծքում մի տարօրինակ զգացումով։ Մի բան, որը չէր կարողանում անվանել, բայց որը վտանգավոր կերպով նման էր հույսի։ Այդ գիշեր Կարինեն ընտրեց խոհանոցում Անահիտի հետ, մի պարզ, բայց առատ կերակուր, բրինձ, լոբի, տավարի միս, աղցան, հյութ։ Նա դանդաղ էր ուտում, համտեսելով ամեն պատառը, փորձելով չլացել երախտագիտությունից։ Անահիտը զուսպ ժպիտով հետում էր, երբ նա ավարտեց, մի ամբողջ շաբաթվա համար ուտելիք փաթեթավորեց ջերմային տարաներում, օրերը նշող պիտակներով։ Նա դա ոչ բոլորի համար է անում, գիտես, մեկնաբանեց Անահիտը, մինչ տարաները դասավորում էր տոպրակի մեջ։ 2 տարի է այստեղ եմ աշխատում, երբեք չեմ տեսել, որ նա այսպես հոգ տանի որևէ մեկի մասին։ Իսկ ինչու եք կարծում, որ նա դա անում է։ Անահիտը ձեռքերը սրբեց գոգնոցին, նայեց Կարինեին այն փորձառու աչքերով, որոնք կյանքում շատ բան էին տեսել։ Որովհետև քո դուստրը նրա մեջ արթնացրեց մի բան, որը նա կարծում էր, թե մահացել է իր ընտանիքի հետ միասին։ Եվ որովհետև դու, աղջիկ ջան, ցույց տվեցիր մի քաջություն, որը նա ճանաչում հարգում է։ Կարեն։ Կարող է սառը լինել, բայց անարդար չէ։ Նա գիտի, թե ինչ է ամեն ինչ կորցնելը։ Եվ կարծում եմ, չի ուզում տեսնել, որ էլի որևէ մեկը կորցնի, եթե կարող է խուսափել դրանից։ Ամիսներն անցնում էին, առանձնատան մթնոլորտը փոխվում էր։ Սոնան տեսանելիորեն ավելի առողջ էր մեծանում, վարդագույն այտերով, փայլուն աչքերով, հեշտ ծիծաղով։ Նա քաշ էր հավաքում, ավելի ուժգին սողում, սկսում էր անել առաջին անկայուն քայլերը, կահույքից բռնվելով։
Ռուզաննան քնքուշ էր ու նվիրված, բայց մինույն է, Սոնան միշտ լուսավորվում էր, երբ տեսնում էր մորը, ձեռիկները մեկնելով մամա բղավելով մի ուրախությամբ, որը ամեն օր հալեցնում էր Կարինեի սիրտը։ Իսկ Կարենը, քիչ-քիչ, սկսեց մոտենալ։ Սկզբում դրանք արագ ու հեռավոր այցելություններ էին։ Հայտնվում էր սենյակի դռան մոտ, հեռվից դիտում Սոնայի խաղը հեռանում։ Հետո սկսեց ներս մտնել, նստել պատուհանի մոտի բազկաթոռին, դիտել, թե ինչպես է աղջիկը խորանարդիկներ շարում ծիծաղելով ամեն ինչ քանդում։ Երբեք չէր դիպչում, երբեք ուղղակիորեն չէր շփվում, բայց այնտեղ էր։ Ներկա։ Մի շաբաթ օր, երբ Կարինեն գստյան օր ուներ, բայց եկել էր առանձնատուն, շաբաթվա ուտելիքը վերցնելու, նա ականատես եղավ մի բանի, որը փոխեց ամեն ինչ։ Նա բարձրացավ երկրորդ հարկ, Սոնային վերցնելու հանգստյան օրերին տուն տանելու, ինչպես պայմանավորվել էին, գտավ սենյակի դուռը կիսաբաց։ Անաղմուկ մոտեցավ, տեսավ մի տեսարան, որից քարացավ։ Կարենը նստած էր հատակին, կոստյումով ամեն ինչով, Սոնային գրկած։ Աղջիկը նկարազարդ գրքույկ էր բռնել, մատնացույց անում էր նկարները, նա ցածր ձայնով կարդում էր, այն թե շեշտադրությամբ, որը մատնում էր ընտանիքի լիբանանյան ծագումը։ Սոնան ծիծաղում էր, ձեռիկներով դիպչում նրա դեմքին, քաշում փողկապը։ Եվ նա թույլ էր տալիս, դեմքին մի արտահայտությամբ, որը Կարինեն երբեք չէր տեսել։ Քնքշություն, ցավ, սեր։ Եթե դուք լինեիք Կարինեի տեղում այդ պահին, կմտնեիք սենյակ, թե մի փոքր էլ կսպասեիք, այդ պահը չխախտելու համար։ Ասացեք մեզ մեկնաբանություններում, որովհետև յուրաքանչյուր ընտրություն կարող է փոխել ամեն ինչ։ Կարինեն մնաց այնտեղ, միջանցքում թաքնված, դիտելով։ Կարենը գրկեց Սոնային, զգուշորեն ոտքի կանգնեց։ Քայլեց դեպի պատուհանը։ Ցույց տվեց ներքի այգին, թռչուններին, ծաղիկները։ Սոնան մատնացույց էր անում ու մրմնջում, նա պատասխանում էր, կարծես աղջիկն իսկապես իմաստալից բառեր էր ասում։ Դա միայն իրենց խոսակցությունն էր, մաքուր կապի մի պահ, որը լեզվի կարիք չուներ։ Եվ հենց այդ պահին Կարինեն հասկացավ։ Կարենը ոչ միայն օգնում էր հուսահատ աշխատողին։ Նա բուժում էր սեփական վերքը։ Նա նորից սովորում էր զգալ, նորից բացվել, այդ երեխայի միջոցով, որը արյունով իրենը չէր, բայց որը դիպել էր նրա հոգու հիմնարար մի բանի։ Նա թեթակի թակեց դուռը, իր ներկայությունը հայտնելով։ Կարենը շրջվեց, մի վայրկյան թվաց, թե արգելված բան անելիս բռնված տղա է։ Բայց նրա հայացքում մեղք չկար։ Կար միայն այդ նոր, վախեցնող մի նույն ժամանակ գեղեցիկ խոցելիությունը։ Եկել եմ Սոնային տանելու, ցածրաձայն ասաց Կարինեն։ Իհարկե։ Նա աղջկան տվեց մոր գիրկը, բայց ոչ առանց նախապես արագ շոյելու նրա գլուխը։ Փոքրիկը բողոքեց, ուզենալով մնալ, Կարենը ժպտաց։ Դա առաջին անգամն էր, որ Կարինեն նրան իսկապես ժպտալիս տեսավ։ Լայն ժպիտ չէր, բայց կեղծ էր, լիովին փոխում էր նրա դեմքը։ Նա կարող է մի քիչ էլ մնալ, եթե ուզում եք, առաջարկեց Կարինեն, զարմացնելով ինքն իրեն։ Կարենը տատանվեց, հետո գլխով բացասական նշան արեց։ Ոչ։ Հանգստյան օրերը ձերն են։ Նա պետք է մոր հետ լինի։ Բայց երկուշաբթի ես նորից կայցելեմ նրան։ Եթե անհանգստություն չի պատճառի։ Երբեք անհանգստություն չի լինի, պարոն։ Դադարեք ինձ պարոն անվանել, երբ պաշտոնական իրավիճակում չենք։ Իմ անունը Կարեն է։ Կարինեն չոր կուլ տվեց։ Այդ խնդրանքի մեջ մի բան կար, որը շատ ավելին էր, քան պարզապես քաղաքավարությունը։ Դա հրավեր էր անտեսանելի գիծն անցնելու, այդ հարաբերությունը ավելի մարդկային, ավելի մտերիմ մի բանի վերածելու։ Եվ դա վտանգավոր էր։ Բայց նա գայթակղիչ։ Լավ։ Կարեն։ Անունը տարօրինակ հնչեց նրա բերանում, չափազանց մտերմիկ, բայց նա կարծես գոհ մնաց։ Նա ձեռքով արեց Սոնային, որը պատասխանեց ծափահարելով, դուրս եկավ սենյակից, թողնելով հնարավորություններով լի լռություն։ Հաջորդ շաբաթները բերեցին նոր զարմանալի առօրյա։ Կարենը սկսեց ավելի շուտ տուն վերադառնալ, մի բան, որը ցնցեց բոլոր աշխատակիցներին։ Նա, որ մինչ ուշ աշխատում էր, որ երբեմն աշխատասենյակում էր քնում, հանկարծ երեկոյան ժամը 6-ին տանն էր լինում, ուղիղ բարձրանալով Սոնայի սենյակ։ Մի ժամ այնտեղ էր անցկացնում, խաղալով, կարդալով, խոսելով այն անհասկանալի լեզվով, որը մեծահասակներն օգտագործում են երեխաների հետ, որը ինչ-որ կերպ լիովին իմաստալից է։ Կարինեն ավարտում էր աշխատանքը բարձրանում դստերը վերցնելու, միշտ նրանց միասին էր գտնում։
Կարենը Սոնային սովորեցնում էր խորանարդիկներ շարել։ Սոնան ամեն ինչ քանդում էր ու ծիծաղում։ Կարենը ծիծաղելի դեմքեր ու ձայներ էր անում։ Սոնան կատակերգական կատարելությամբ ընդօրինակում էր։ Եվ քիչ-քիչ այդ այցելությունները սկսեցին ներառել նա Կարինեին։ Նա նստում էր բազկաթոռին, դիտում, մասնակցում, երբ հրավիրում էին։ Եվ նրանք խոսում էին։ Սկզբում փոքր բաների մասին, մանրուքների։ Բայց հետո, ավելի մեծ բաների։ Կարենը պատմում էր լիբանանահայ ընտանիքի մասին, երկու մշակույթների մեջ մեծանալու, հոր պապի կողմից կառուցված կայսրությունը ժառանգելու ճնշման մասին։ Կարինեն պատմում էր մարզում անցկացրած մանկության մոր մասին, որը 4 երեխա էր մեծացրել միայնակ, հոր հեռանալուց հետո բուժքույր դառնալու երազանքի մասին, որը մնացել էր կիսատ։ Դու դեռ կարող ես վերսկսել, ասաց Կարենը այդ խոսակցություններից մեկի ժամանակ։ Եթե ուզենաս նորից սովորել, կարող եմ քո գրաֆիկը հարմարեցնել։ Կամ կարող ենք տարբեր հերթափոխների մասին մտածել։ Կարինեն զարմացած նայեց նրան։ Ինչու դուք դա կանեիք։ Որովհետև տաղանդը վատնելը հանցագործություն է։ Եվ որովհետև դու ավելին ես արժանի, քան կյանքդ հատակ լվանալով անցկացնելը, որքան էլ որ դա լավ ես անում։ Նրա ձայնում խղճահարություն չկար։ Հարգանք կար։ Եվ դա Կարինեին դիպավ այնպես, ինչպես երբեք ոչ մի հաճոյախոսություն չէր դիպել։ Ամիսները վազում էին, նրանց հետ միասին ինչ-որ բան էր ծաղկում։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր։ Հայացքներում, որոնք մի վայրկյան ավել էին տում։ Ձեռքերում, որոնք դիպչում էին իրար, Սոնային միաժամանակ վերցնելիս։ Խոսակցություններում, որոնք ձգվում էին մինչ գիշեր, աղջկա քնելուց հետո, երբ Կարինեն պետք է գնացած լիներ, բայց մնում էր, Կարենը պետք է վերադարձած լիներ աշխատանքին, բայց մնում էր։ Մի ուրբաթ գիշեր, երբ Սոնան արդեն քնած էր սենյակում, Կարենը Կարինեին հրավիրեց պատշգամբում գինի խմելու։ Նա տատանվեց, գիտակցելով այն խոչընդոտները, որ դա ներկայացնում էր, բայց համաձայնեց։ Նրանք նստեցին հարմարավետ աթոռներին, լուսավորված այգու տեսարանով, խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին։ Հենց այնտեղ Կարենը պատմեց մանրամասներ, որոնք երբեք ոչ ոքի չէր բացահայտել։ Անուշի մասին, կնոջ, որին կորցրել էր։ Թե ինչպես էին ծանոթացել համալսարանում, ինչ պլաններ էին կազմել միասին, ինչ անկարագրելի ուրախություն էին ապրել, երբ իմացել էին հղիության մասին։ Եվ սխալ ընթացած ծննդաբերության մղձավանջի մասին, նորությունների սպասման անվերջ ժամերի, վիրահատարանից դուրս եկող բժշկի մասին, որի արտահայտությունը ամեն ինչ ասում էր, նախքան որե բառ ասելը։ Ես երկուսին էլ կորցրի մի օրում, պատմեց նա խեղդված ձայնով։ Կնոջս, դստերս։ Երբեք աղջկան գրկումս չեմ պահել։ Երբեք նրա աչքերին չեմ նայել։ Նա ծնվեց, մի անգամ լաց եղավ գնաց։ Իսկ Անուշը չափազանց շատ արյուն կորցրեց, սիրտը չդիմացավ։ 6 ժամում ես ընտանիք ունեի։ 6 ժամում ես այլս ոչինչ չունեի։ Կարինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր իսկ դեմքով։ Առանց մտածելու, մեկնեց ձեռքը բռնեց նրանը։ Կարենը ուժգին սեղմեց, կարծես պահում էր իրեն, որ չփլուզվի։ Ես դրանից հետո փակվեցի։ Ամեն ինչ վերածեցի աշխատանքի։ Խուսափում էի ամեն ինչից, որը ինձ կհիշեցներ այն, ինչ կորցրել եմ։ Եվ հետո դու հայտնվեցի Սոնայի հետ, հուսահատ, սիրո համար աշխարհի ամենախենթ բանն անելով։ Եվ այդ փոքրիկ աղջիկը, այդ հսկայական աչքերով ու վախեցած տեսքով, իմ մեջ արթնացրեց մի բան, որը երդվում էի, թե մահացած է։ Նա նայեց Կարինեին, իսկապես նայեց, նա տեսավ մերկ ճշմարտությունը այդ մուգ աչքերում։ Դու ինձ վերադարձրիր կյանք, Կարինե։ Դու այդ երեխան։ Եվ ես չգիտեմ ինչ անել դրա հետ։ Կարինեն խորը շունչ քաշեց, սիրտը անկանոն բաբախելով։ Նա գիտեր, որ կանգնած է մի հսկայական սարսափելի բանի շեմին։ Մի բան, որը կարող էր փոխել ամեն ինչ, դեպի լավը կամ դեպի վատը։ Եվ նույնիսկ իմանալով ռիսկերի մասին, նույնիսկ գիտակցելով սոցիալական խոչընդոտն։ Երը իրենց աշխարհների միջ եղած անդունդը, նա ասաց ճշմարտությունը, որն այրվում էր կրծքում։ Դու էլ փոխեցիր մեր կյանքը։ Փրկեցիր մեզ։ Եվ ես չգիտեմ ինչպես վարվել դրա հետ։ Որովհետև այն, ինչ ես զգում եմ, շատ ավելին է, քան երախտագիտությունը, Կարեն։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Նրա աչքերը թեթակի լայնացան, զարմանք էլի ինչ-որ բան անցավ դրանց միջով։
Նա բաց թողեց նրա ձեռքը, ոտքի կանգնեց, քայլեց դեպի պատշգամբի եզրը։ Մնաց այնտեղ, մեջքով, Կարինեն մտածեց, որ ամեն ինչ փչացրել է, որ չափն անցել է, որ նա կխնդրի իրեն գնալ այլս չվերադառնալ։ Բայց հետո նա շրջվեց, նրա հայացքում մի այնպիսի ուժգնություն կար, որից նրա շունչը կտրվեց։ Ես էլ։ Դա ինձ էլ է սարսափեցնում։ Որովհետ չպետք է սա զգայի։ Որովհետ դու ինձ մոտ ես աշխատում։ Որովհետ մեր աշխարհները լիովին տարբեր են։ Որովհետ մարդիկ կդատեն, կխոսեն, կկործանեն։ Եվ ես չեմ ուզում քեզ ենթարկել դրան։ Չեմ ուզում, որ Սոնան մեծանա, չարախոս մեկնաբանություններ լսելով։ Կարինեն նույնպես ոտքի կանգնեց, քայլեց դեպի նա, սիրտը բերանում։ Իսկ եթե մենք ուշադրություն չդարձնենք, թե ինչ կասեն մարդիկ, դա այդքան պարզ չէ։ Գիտեմ, բայց անհնար էլ չէ։ Մենք կարող ենք փորձել։ Կամ կարող ենք մեր կյանքի մնացած մասն անցկացնել, մտածելով, թե ինչ կարող էր լինել։ Կարենը երկար վայրկյաններ նայեց նրան, ակնհայտ պայքար էր ընթանում այդ աչքերի հետում։ Եվ հետո դանդաղ բարձրացրեց ձեռքը, քնքշորեն դիպավ նրա դեմքին, կարծես նա թանկարժեք ու փխրուն մի բան լիներ, որը կարող էր կոտրվել ամեն պահի։ Դու վստահ ես։ Որովհետև եթե մենք անցնենք այս գիծը, հետդարձի ճանապարհ չկա։ Եվ ես չեմ ուզում քեզ վնասել։ Դու արդեն շատ բան ես տեսել։ Մենք մեզ էլ ենք վնասում, եթե չենք փորձում, շնջաց Կարինեն։ Եվ հենց նա էր, որ փակեց հեռավորությունը, որ ոտքի մատների վրա բարձրացավ, որ համբուրեց այն մարդուն, որը փրկել էր իր դստերը, առանց գիտակցելու փրկել էր նա իրեն։ Համբույրը սկզբում մեղմ էր, տատանվող, կարծես երկուսն էլ վախենում էին, որ դա սխալ է։ Բայց հետո այն խորացավ, լցված կուտակված ողջ լարվածությամբ, բոլոր զսպված զգացմունքներով, կապի այն մերկ կարիքով, որը երկուսն էլ կրում էին։ Երբ բաժանվեց, երկուսն էլ շնչակտուր էին, աչքերը փայլում էին։ Կարենը ճակատը հպեց նրան, խորը շունչ քաշելով։ Մայրս կխելագարվի, երբ իմանա։ Կարինեն ծիծաղեց, նյարդային թեթացած ծիծաղով։ Ինն էլ։ Եթե դեռ ողջ լիներ։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված Երանի աստղազարդ երկնքի տակ, մինչ ներսում Սոնան հանգիստ քնած էր, անտեղյակ այն հեղափոխությունից, որը հենց նոր տեղի էր ունեցել իր սիրելի մեծահասակների կյանքում։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ երկուսն էլ զգացին, որ գուցե, միայն գուցե, ապագան կարող է լավ բան լինել։ Մի բան, որի համար արժեր պայքարել, պաշտպանելու համար։ Բայց այն, ինչ նրանցից ոչ ոք դեռ չգիտեր, այն էր, որ պայքարելը հենց այն էր, ինչ նրանք պետք է անեին, որովհետև ոչ բոլորը երջանիկ կլինեին այդ անհավանական սիրով։ Եվ փոթորիկները, երբ գային, ավելի դաժան կլինեին, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Այդ համբույրին հաջորդած շաբաթները Կարինեի կյանքի ամենաինտենսիվն էին։ Կարծես միաժամանակ երկու աշխարհում էր ապրում։ Իրական աշխարհում, որտեղ նա դեռ մաքրուհին էր, որը մաքրում էր մարմարե հատակներն ու փայլեցնում թանկարժեք կահույքը, մի զուգահեռ, գաղտնի աշխարհում, որտեղ նա այն կինն էր, որին Կարենը նայում էր ցանկությամբ ու քնքշությամբ լի աչքերով, որին համբուրում էին մի կրքով, որը ստիպում էր նրան մոռանալ ամեն ինչ, որին վերաբերվում էին որպես հավասարի, որպես թանկարժեքի, որպես էականի։ Նրանք զգույշ էին։ Շատ զգույշ։ Մյուս աշխատակիցների ներկայությամբ պահպանում էին պաշտոնականությունը։ Կարինեն աշխատանքի ընթացքում շարունակում էր նրան պարոն Կարեն անվանել, իսկ նա նրան վերաբերվում էր նույն հեռավոր քաղաքավարությամբ, ինչ միշտ։ Բայց գիշերը, երբ տունը լռում էր, Սոնան քնում էր, նրանք հանդիպում էին պատշգամբում կամ գրադարանում կամ միայն լուսնով լուսավորված այգում։ Ժամերով խոսում էին, միմյանց մեջ բացահայտելով շերտեր, որոնք ուրիշ ոչ ոք չէր տեսնում։ Համբուրվում էին թաքնված դեռահասների պես, ծիծաղում ներքին կատակներից, շուկով պլաններ կազմում մի ապագայի մասին, որը մինույն ժամանակ թվում էր մոտ, անհնար։ Կարենն այդ ահերին այլ էր։ Սառը հաշվենկատ գործարարն անհետանում էր, տեղը զիջելով մի մարդու, որը խոսում էր հին երազանքների, նորից երբեք երջանիկ չլինելու վախի, անուշի հիշատակը դավաճանելու մեղքի զգացումի մասին, նորից սիրահարվելով։ Կարինեն լսում էր նրան, բռնում նրա ձեռքերը, ասում այն խոսքերը, որոնք նա պետք է լսեր։ Որ նորից սիրելը դավաճանություն չէ, որ Անուշը կցանկանար նրան երջանիկ տեսնել, որ նա արժանի է երկրորդ հնարավորության։ Եվ Կարինեն նույնպես բացվում էր։
Պատմում էր այն գիշերների մասին, երբ պառկում էր հատակի բարակ ներքնակին լուռ լաց լինում, վախենալով արթնացնել Սոնային, վախենալով ապագայից, վախենալով բավականաչափ ուժեղ չլինելուց։ Պատմում էր այն ամոթի մասին, որ զգացել էր, դստերը նկուղում թաքցնելիս, մի ամոթ, որը դեռ հետապնդում էր նրան մղձավանջներում։ Եվ Կարենը նրան մոտ էր քաշում, համբուրում ճակատը երդվում, որ տառապանքի այդ օրերն ավարտվել են, որ նա այլևս երբեք նման բանի միջով չի անցնի։ Սոնան, անտեղյակ մեծահասակների բարդ զգացմունքներից, ծաղկում էր։ Արդեն 2 տարեկան, աղջիկը էներգիայի հետաքրքրասիրության պայթյուն էր։ Վազվզում էր առանձնատան միջանցքներով, խաղում այգում, Ռուզաննայի ուշադիր հայացքի ներքո, ամեն օր նոր բառեր սովորում։ Եվ նա ուներ 2 բացարձակ կուռք, մաման Կալենը, ինչպես արտասանում էր նրա անունը, դեռ չկարողանալով ճիշտ արտաբերել ըրը-հնչյունը։ Ամեն անգամ, երբ տեսնում էր նր Ագալը, վազում էր դեպի նա բացված ձեռիկներով, բղավելով նրա անունը, Կարենը նրան գրկում էր ու պտտեցնում, մինչ նրանցից բարձր ծիծաղ էր պոկվում, որը տունը լցնում էր կյանքով։ Այնքան կատարյալ էր, որ Կարինեն, խորքում, գիտեր, որ դա չի կարող երկար տել։ Այդպիսի կատարելությունը միշտ իր գինն է պահանջում։ Եվ գինը եկավ մի շաբաթ առավոտ, առանց նախազգուշացման, փոթորկի պես, որը սրբում է ամեն ինչ իր ճանապարհին։ Կարինեն շաբաթ օրերին չէր աշխատում, բայց Կարենը նրան հրավիրել էր առանձնատանը ճաշելու։ Ինչ-որ համեստ բան, միայն երեքով, ընտանեկան հիշողություններ ստեղծելու փորձ, աշխատանքային համատեքստից դուրս։ Նա համաձայնել էր, հուզված նյարդային, հագել էր իր ունեցած լավագույն զգեստը, ցանրել Սոնայի մազերը վարդագույն ժապավենով, միասին ժամանել էին առանձնատուն կեսօրին։ Այն, ինչ չէին սպասում, մուտքի մոտ կայանած արծաթագույն շքեղ մեքենա տեսնելն էր։ Փայլուն Mercedes-Benz, որը Կարինեն երբեք չէր տեսել։ Կարենը նախասրահում էր, նրա դեմքի արտահայտությունը, երբ նրանց տեսավ, մաքուր խուճապ էր։ Մայրս անակնկալ եկել է։ Արագ շշնջաց նա։ Չհասցրի զգուշացնել։ Նա հյուրասենյակում է։ Կարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Նրանք պայմանավորվել էին, որ Կարենի ընտանիքին կպատմեն ճիշտ ժամանակին, երբ ավելի վստահ լինեն իրենց հարաբերություններում, երբ կարողանան իրավիճակը ներկայացնել հանգիստ կառուցվածքային ձով։ Բայց հիմա մայրապետն այնտեղ էր, առանց զգուշացման, Կարինեն հագնված էր որպես հյուր, ոչ թե աշխատող Սոնայի հետ միասին։ Դիմակայելն անհնար էր։ Կարենը խորը շունչ քաշեց, ուղեց ուսերը ամուր բռնեց Կարինեի ձեռքը։ Արի։ Եկեք վերջ տանք սրան միանգամից։ Նրանք մտան հյուրասենյակ, Կարինեն առաջին անգամ տեսավ Սիրանուշ Խաչատրյանին։ Նա 60 անց մի կին էր, էլեգանտ, թագուհու պես, մուգ մազերը անթերի հավաքած, համեստ, բայց թանկարժեք զարդերով, հագուստով, որը ճչում էր նրբագեղության մասին։ Նա նստած էր բեժ կաշվե բազմոցին, ճենապակյա բաժակից թեյ խմելով, երբ բարձրացրեց աչքերը, տեսնելու, թե ով է մտնում, նրա դեմքը վերածվեց ցնցումի, իսկ հետո բացարձակ սառնության դիմակի։ Կարեն, ով են այս մարդիկ։ Ձայնը զուսպ էր։ Բայց արամարանքն այնտեղ էր, հազիվ քողարկված։ Կարենը բաց չթողեց Կարինեի ձեռքը։ Ընդհակառակը, ավելի ուժեղ սեղմեց։ Մայրիկ, սա Կարինեն է։ Իսկ սա Սոնան է, նրա դուստրը։ Նրանք ինձ համար կարևոր են։ Շատ կարևոր։ Սիրանուշը թեյի բաժակը ճշգրիտ շարժումով հետ դրեց ափսեի վրա, աչքերը սահելով Կարինեի վրայով, գլխից մինչ ոտք, գնահատելով, դատելով, դատապարտելով։ Կարևոր։ Հասկանում եմ։ Իսկ այս օրիորդը, այս Կարինեն, այստեղ է աշխատում։ Այո, աշխատում է։ Բայց դա չի սահմանում, թե ով է նա, մայրիկ։ Ահ, չի սահմանում։ Իսկ ի՞նչն է սահմանում։ Այն փաստը, որ նրան հաջողվել է օգտվել քո հուզական խոցելիությունից։ Երեխա օգտագործել քո խղճահարությունն ու մեղքի զգացումն արթնացնելու համար։ Կարենը մի քայլ առաջ արեց, ձայնը բարձրանալով։ Զգույշ եղիր, թե ինչ ես ասում։ Կարինեն ոչնչից չի օգտվել։ Նա ամենախիզախ արժանապատիվ մարդկանցից մեկն է, որ երբեք հանդիպել եմ։ Սիրանուշը ոտքի կանգնեց, ամբողջ կեցվածքը իշխանություն վրդովմունք էր ճառագում։ Խիզախություն։ Արժանապատվություն։ Կարեն, արթնացիր։ Քեզ մանիպուլյացի։ Այի են ենթարկում։ Այս կինը հնարավորություն է տեսել բռնել։ Այդպիսի կանայք միշտ այդպես են անում։
Նրանք թիրախավորում են խոցելի, հարուստ տղամարդկանց օգտագործում են այն ամենը, ինչ ունեն, որպեսզի կյանքում առաջ գնան։ Բառերը դանակների պես էին, դրանցից յուրաքանչյուրը խոցում էր Կարինեին։ Նա ուզում էր փախչել, անհետանալ, երբեք չմտնել այդ սենյակ։ Սոնան, զգալով լարվածությունը, սկսեց քնքշորեն լաց լինել, դեմքը թաքցնելով մոր ոտքերի մեջ։ Կարինեն նրան գրկեց, փորձելով պաշտպանել օդը լցնող այդ թշնամանքից։ Մայրիկ, դու նրա պատմությունը չգիտես։ Չգիտես, թե ինչի միջով է նա անցել։ Սիրանուշը ծիծաղեց, դառը դաժան ծիծաղով։ Իմանալու կարիք չունեմ։ Պատմությունը միշտ նույնն է։ Աղքատ կին, հիվանդ երեխա, հարուստ տղամարդ, որին նա կարող է օգտագործել որպես աստիճան։ Կարծում ես, դու առաջինն ես։ Կարծում ես, դու առանձնահատուկ ես։ Սա աշխարհի ամենահին մարտավարությունն է, որդիս։ Արցունքները սկսեցին հոսել Կարինեի դեմքով, բայց նա ոչինչ չասաց։ Չէր կարող։ Ամոթը չափազանց մեծ էր, աշխարհների տարբերությունը չափազանց մեծ։ Կարենը փորձեց կանգնել մոր Կարինեի միջ, բայց Սիրանուշը չէր դադարում։ Իսկ դու, Կարեն, դու… Ինչպես կարող ես անարգել Անուշի հիշատակը այսպես։ Նա քո կինն էր։ Քո դստեր մայրը։ Ընտանիքի, կրթության, մեր սոցիալական շրջանակի կին։ Եվ դու նրան փոխարինում ես մաքրուհիով։ Ծառայով։ Ոչ ոքի չի փոխարինում։ Ես սիրել եմ Անուշին։ Միշտ կսիրեմ։ Բայց նա գնացել է, մայրիկ։ 2 տարի է անցել։ Եվ ես արժանի եմ նորից երջանիկ լինելու։ Նրա հետ Սիրանուշը մատնացույց արեց Կարինեին, կարծես նա կեղտոտ մի բան լիներ։ Ինչ կասի ընտանիքը։ Ինչ կմտածեն գործընկերները։ Ինչ կանի սա ընկերության, Խաչատրյան անվան հեղինակության հետ։ Դու ամեն ինչ աղբը կնետես մի արկածի պատճառով։ Սա արկած չէ։ Ես սիրում եմ նրան, մայրիկ։ Եվ սիրում եմ նա այդ երեխային։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Սիրանուշը նայեց որդուն, կարծես չճանաչեր նրան։ Կարծես նա հենց նոր ապտակած լիներ իրեն։ Դու խելագարվել ես։ Լիովին խելագարվել ես։ Նա վերցրեց պայուսակը, ուղեց վերարկուն քայլեց դեպի դուռը։ Բայց դուրս գալուց առաջ վերջին անգամ ռճվեց, աչքերը հառած Կարինեին։ Դու ստացար այն, ինչ ուզում էիր։ Շնորհավորում եմ։ Բայց մի մտածիր, որ քեզ կընդունեն։ Մի մտածիր, որ կմտնես այս ընտանիք։ Դու միշտ կլինես այն, ինչ կաս, մի շահամոլ, որն օգտվեց սքի մեջ գտնվող տղամարդուց։ Իսկ այս երեխան։ Նա կմեծանա, լսելով դա։ Կմեծանա, իմանալով, որ իր մայրը այն կինն է, որը կործանեց մի հարգարժան ընտանիքի հեղինակությունը։ Լավ մտածիր, թե արդյոք դա ես ուզում նրա համար։ Եվ դուրս եկավ, դուռը շրխկացնելով այնպիսի ուժով, որ պատուհանները դողացին։ Մնացած լռությունը թունավոր էր։ Սոնան հիմա բացահայտ լաց էր լինում, վախեցած, Կարինեն փորձում էր հանգստացնել նրան, բայց իր իսկ ձեռքերը դողում էին։ Կարենը մոտեցավ, փորձեց դիպչել նրա դեմքին, բայց նա հետ քաշվեց։ Կարինե, մի լսիր նրան։ Նա սխալ է։ Նա քեզ չի ճանաչում։ Բայց նա ճանաչում է աշխարհը, շշնջաց Կարինեն, ձայնը կոտրված։ Նա ճանաչում է իրականությունը։ Եվ այն ամենը, ինչ նա ասաց, ճիշտ է։ Ես մաքրուհի եմ, Կարեն։ Դու միլիոնատեր գործարար ես։ Մենք նույն աշխարհից չենք։ Երբեք չենք լինի։ Ինձ համար կարևոր չէ, թե որ աշխարհից ես։ Ինձ համար կարևոր է, թե ով ես դու։ Բայց դա կարևոր է մյուս մարդկանց համար։ Կարևոր է քո ընտանիքի համար։ Քո գործընկերների համար։ Քո ընկերների համար։ Եվ մի օր դա կարևոր կլինի Սոնայի համար։ Նա կմեծանա, որպես շահամոլի դուստր մատնանշվելով։ Որպես ներխուժող։ Ես չեմ կարող դա անել նրա հետ։ Կարինե, խնդրում եմ։ Բայց նա արդեն հետ էր քաշվում դեպի դուռը, Սոնային ամուր բռնած, արցունքները մթագնում էին տեսողությունը։ Մայրդ մի բանում ճիշտ է։ Ես օգտագործեցի իմ դստերը, քո խղճահարությունն արթնացնելու համար։ Նրան թաքցրի քո տան կեղտոտ նկուղում։ Ամենահուսահատ բանն արեցի։ Եվ հիմա, եթե ես այստեղ մնամ, եթե մենք միասին մնանք, միշտ դա երեսովս կտան։
Միշտ։ Եվ ես դա չեմ ուզում ինձ համար։ Եվ հատկապես չեմ ուզում դա նրա համար։ Կարենը փորձեց բռնել նրան, բայց Կարինեն արդեն դուրս էր վազում տնից, Սոնան լաց լինելով նրա գրկում, սիրտը հազարավոր կտորների բաժանված։ Նա վազեց փողոցով, անտեսելով պահակների, անցորդների հետաքրքրասեր հայացքները։ Վազեց մինչ պողոտա, նստեց առաջին, իսկ եկող ավտոբուսը նստեց հետ։ Օրորելով դստերը, փորձելով շնչել։ Սիրանուշի խոսքերը դաժան մանտրայի պես արձագանքում էին մտքում, շահամոլ, շահախնդիր, հեղինակություն կործանող։ Եվ ամենավատն այն էր, որ Կարինեի մի մասը հավատում էր։ Նրա մի մասը միշտ իմացել էր, որ դա չափազանց լավ է իրական լինելու համար։ Որ իր նման աղջիկները երջանիկ ավարտ չեն ունենում։ Որ սերը այդքան հեշտությամբ սոցիալական անդունդներ չի հաղթահարում։ Այդ գիշեր փոքրիկ սենյակում, որն այժմ ավելի նեղ էր թվում, քան երբե առանձնատան ընդարձակության մեջ ամիսներ ապրելուց հետո, Կարինեն կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա չէր վերադառնա Խաչատրյանների առանձնատուն։ Կխնդրեր ազատվել աշխատանքից։ Կանհետանար։ Այդպես ավելի լավ էր։ Կարենի համար։ Նրա հեղինակության համար։ Սոնայի համար։ Բոլորի համար։ Երկուշաբթի օրը նա ուղարկեց կարճ ուղիղ տեքստային հաղորդագրություն։ Այլս չեմ կարող այնտեղ աշխատել։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երջանկություն եմ մաղթում։ Նա արգելափակեց նրա համարը, նախքան նա կկարողանար պատասխանել։ Առանձնատան բանալիները թողեց շինարարական ընկերության արտրային շենքի ընդունարանում, աշխատանքից ազատման դիմումի հետ միասին։ Եվ հետո արեց աներակայելին, փոխեց հեռախոսահամարը, տեղափոխվեց մեկ այլ թաղամաս, ավելի հեռու մի վայր, ավելի փոքր սենյակ, աշխատանքի անցավ որպես գանձապահ թաղային սուպերմարկետում։ Օրերը ձգվում էին մոխրագույն ցավոտ։ Սոնան անընդհատ լաց էր լինում, հարցնելով Կալենի մասին, Կարինեն չգիտեր ինչ պատասխանել։ Ասում էր, որ նա ճանապարհորդության մեջ է, որ շուտով կվերադառնա, ստեր, որոնք ծանրանում էին խղճի վրա, բայց որոնք ավելի տանելի էին թվում, քան ճշմարտությունը, որ նա հանձնվել էր։ Որ փախել էր։ Որ թույլ էր տվել սիրուն հեռանալ, որովհետև չէր իմացել, թե ինչպես պայքարել դրա համար։ Սուպերմարկետի աշխատանքը հյուծիչ էր վատ վարձատրվող։ Նա 8 ժամ ոտքի վրա էր մնում դրամարկղի մոտ, գնումներ անցկացնելով, մեխանիկորեն ժպտալով հաճախորդներին։ Տուն վերադառնալով ուռած ոտքերով դատարկ հոգով։ Սոնան հերթափոխի ընթացքում նրա կողքին մի աթոռակի վրա էր նստում, հանգիստ, հին տետրում նկարելով, լինելով այն խելոք երեխան, որը ոչ ոք չպետք է լինի։ Մենեջերը երբեմն բողոքում էր, ասում, որ սա մանկապարտեզ չէ, բայց Կարինեն աղաչում էր, առաջարկում էր արտաժամյա աշխատել, կարողանում էր դստերը մոտ պահել։ Շաբաթները դարձան ամիսներ։ Կարինեն նիհարում էր, աչքերի տակից շրջանակները վերադառնում էին, տխրությունը հաստատվել էր որպես մշտական հյուր։ Սոնան նույնպես փոխվել էր։ Նա ավելի լուռ էր, ավելի ինքնամփոփ, կարծես կորցրել էր ինչ-որ հիմնարար բան, չգիտեր, թե ինչպես վերականգնել։ Գիշերը աղջիկը քնում էր, հին արջուկին գրկած, քնի մեջ շնջում Կալեն, իսկ Կարինեն լաց էր լինում մթության մեջ, կասկածի տակ դնելով իր կայացրած բոլոր որոշումները։ Մինչդեռ կենտրոնի լուռ առանձնատանը Կարենը վերածվում էր իր իսկ ստվերի։ Նա քննիչներ էր վարձել, փնտրել բոլոր տեղերում, բայց Կարինեն անհետացել էր ծխի պես։ Փոխել էր հասցեն, հեռախոսը, աշխատանքը։ Հետք չէր թողել։ Եվ նա, սովոր ամեն ինչ։ Լուծել փողով ազդեցությամբ, կյանքում առաջին անգամ իրեն լիովին անզոր էր զգում։ Սոնայի սենյակը մնում էր անձեռնմխելի։ Խաղալիքները դարակին, հեքիաթների գրքերը սեղանիկին, վարդագույն վերմակը մահճակալին։ Կարենը երբեմն մտնում էր այնտեղ կանգնում սենյակի մեջտեղում, փորձելով հասկանալ, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փլուզվեց։ Թե ինչպես թույլ տվեց մորը կործանել այն միակ լավ բանը, որը կառուցել էր ողբերգությունից հետո։ Նա լարված խոսակցություն ունեցավ Սիրանուշի հետ, որտեղ կյանքում առաջին անգամ ձայնը բարձրացրեց նրա վրա, մեղադրելով նրան իր երջանկության հնարավորությունը ոչնչացնելու մեջ։ Սիրանուշը, անդրդվելի, ասաց, որ արել է այն, ինչը լավագույնն էր նրա ընտանիքի համար։ Որ նա մի օր շնորհակալ կլինի։ Բայց Կարենը գիտեր, որ երբեք շնորհակալ չի լինի։ Գիտեր, որ այդ վերքը երբեք չի սպիանա։ Մի անձրոտ 5 շաբթի օր, բաժանումից 3 ամիս անց, բախտը վերջապես փոխվեց։ Կարենը աշխատասենյակում էր, երբ Մարիամը, տնտեսուհին, դուռը թակեց դեմքի տարօրինակ արտահայտությամբ։
Պարոն Կարեն, ես չգիտեմ, թե պետք է սա պատմեմ։ Դա։ Իսկ կարծում եմ, պարոնը կցանկանար իմանալ։ Նա բարձրացրեց աչքերը փաստաթղթերից, մի խենթ հույս վառվեց կրծքում։ Կարինեի մասին է։ Մարիամը տատանվելով գլխով արեց։ Հանդիպեցի նրա հին թաղամասի ընկերուհիներից մեկին։ Նա ասաց, որ տեսել է Կարինեին աշխատելիս հյուսիսային թաղամասի մի սուպերմարկետում։ Երան Սիթի սուպերմարկետում, Կոմիտասի պողոտայի վրա։ Կարծում եմ, նա դրամարկղի մոտ է։ Կարենն այնքան արագ ոտքի կանգնեց, որ աթոռը գրեթե շուռ եկավ։ Վստահ եք։ Այո։ Կինը ճանաչել է նրան։ Ասաց, որ կողքին մի փոքրիկ երեխա է եղել։ Ամիսներ անց առաջին անգամ Կարենը զգաց, որ կարողանում է նորից շնչել։ Նա շնորհակալություն հայտնեց Մարիամին, վերցրեց մեքենայի բանալիները դուրս եկավ առանձնատնից, հետ չնայելով։ Նա մեքենան վարում էր անձրոտ քաղաքով, սիրտը արագացած, ձեռքերը սեղմած ղեկին, մտքում փորձելով, թե ինչ կասի, ինչպես կհամոզի Կարինեին վերադառնալ, իրենց մի հնարավորություն տալ։ Նա հեշտությամբ գտավ սուպերմարկետը։ Դա թաղային պարզ հաստատություն էր, ցուցափեղկերին զեղչերի հայտարարություններով հաճախորդների մշտական շարժով։ Նա ներս մտավ, նրա թանկարժեք կոստյումը կտրուկ հակադրվում էր համեստ միջավայրին, փնտրեց դրամարկղները։ Եվ հետո նրան տեսավ։ Նա 4-րդ դրամարկղի մոտ էր, մի տարեց կնոջ գնումներն էր անցկացնում, դեմքը հոգնած, մազերը պարզ պոչ հավաքած։ Ավելի նիհար, խորն ընկած աչքերով, բայց դեռ նա էր։ Եվ դրամարկղի կողքին, պլաստիկ աթոռակի վրա նստած, Սոնան էր։ Ավելի մեծ, ավելի երկար մազերով, լուռ նկարում էր մաշված տետրում։ Կարենը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Նա դարակներից մի քանի պատահական իր վերցրեց, դրեց զամբյուղի մեջ, մտավ 4-րդ դրամարկղի հերթը։ Սպասեց իր հերթին, սիրտը այնքան բարձր բաբախելով, որ վստահ էր, թե նա կլսեր նույնիսկ հեռվից։ Երբ վերջապես հասավ իր հերթը, նա ապրանքները դրեց ժապավենի վրա, սպասեց։ Կարինեն սկզբում նույնիսկ աչքերը չբարձրացրեց, պարզապես մեխանիկորեն սկսեց անցկացնել իրերը։ Բայց երբ հասավ վերջին ապրանքին, երբ պատրաստվում էր հայտարարել ընդհանուր գումարը, նա վեր նայեց, հաճախորդին շնորհակալություն հայտնելու համար։ Եվ սառեց։ Նրա աչքերը լայնացան, դեմքը գունատվեց, մի պահք։ Արենը մտածեց, որ նա կուշաթափվի։ Սոնան, որը մինչ այդ տարված էր նկարչությամբ, նայեց, տեսնելու, թե ինչն է գրավել մոր ուշադրությունը։ Եվ բղավեց. Կալեն։ Աղջիկը ցատկեց աթոռակից, վազեց դեպի նա, ձեռիկները մեկնած, Կարենը ծնկի իջավ ու նրան գրկեց, այդ փոքրիկ մարմինը սեղմելով կրծքին, կարծես ուզում էր միաձուլվել նրան։ Սոնան լաց էր լինում ու ծիծաղում միաժամանակ, ձեռիկներով բռնելով նրա դեմքը, դիպչելով, կարծես պետք էր հաստատել, որ նա իրական է։ Դու վերադարձար։ Դու վերադարձար, Կալեն։ Ես գիտեի։ Ես մամային ասում էի, որ դու կվերադառնաս։ Կարենի հետում հերթը սկսում էր կուտակվել, մարդիկ բողոքում էին ուշացումից, բայց նրա համար մի նույն էր։ Նրա աչքերը միայն Սոնայի Կարինեի վրա էին, որը քարացած մնացել էր դրամարկղի հետում, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Մենեջերը հայտնվեց, հարցնելով ուշացման պատճառը, Կարենը պարզապես Սոնային տվեց Կարինեի գիրկը, բարձրաձայն ասաց. Ես պետք է խոսեմ նրա հետ։ Հիմա։ Խնդրում եմ։ Մենեջերը շփոթված իրավիճակից, այդ թանկարժեք կոստյումով տղամարդուց, որը լացող երեխ էր գրկել, արցունքների մեջ գտնվող աշխատակցուհուց, պարզապես գլխով արեց, այո։ Կարինեն վերցրեց Սոնային, դուրս եկավ դրամարկղի հետից, հետեց Կարենին սուպերմարկետից դուրս, աշխատակիցների, հաճախորդների հետաքրքրասեր հայացքների ներքո։ Մայթին, անձրի տակ, որն այժմ պարզապես թեթ մաղում էր, նրանք կանգնեցին դեմ դիմաց։ Սոնան մոր գրկում, դեռ բռնած Կարենի ձեռքը, հրաժարվելով բաց թողնել։ Ինչու գնացիր, նրա ձայնը խռպոտ էր, ցավով լի։ Ինչու չպայքարեցիր։ Որովհետև մայրդ ճիշտ էր, շշնջաց Կարինեն։ Ես քո աշխարհից չեմ։ Երբեք չեմ լինի։ Եվ Սոնան դրա պատճառով տառապելու էր։ Նա կմեծանար որպես ներխուժող։ Ուրեմն նախընտրեցիր, որ նա մեծանա առանց ինձ։ Առանց միակ հայրական կերպարի, որին նա ճանաչում է։ Կարծում ես, դա ավելի լավ է։ Կարինեն հեկեկաց, դստերը ուժգին գրկելով։ Ես չգիտեի ինչ անել։ Ես ուղղակի ուզում էի պաշտպանել ձեզ երկուսիդ։
Քեզ պաշտպանել նվաստացումից։ Նրան պաշտպանել մեկնաբանություններից։ Կարենը մի քայլ առաջ արեց, դեմքը մոտեցնելով նրան։ Ես պաշտպանության կարիք չունեմ, Կարինե։ Ես քո կարիքն ունեմ։ Եվ Սոնայի։ Վերջին 2 ամիսները դժոխք էին։ Այդ տանն ապրելն առանց ձեզ նման է գերեզմանում ապրելուն։ Ես ամեն օր արթնանում էի, սպասելով, որ դու կհայտնվես։ Որ կվերադառնաս։ Որ ինձ մեկ հնարավորություն կտաս։ Բայց քո ընտանիքը, թքած իմ ընտանիքի վրա։ Թքած բոլորի վրա։ Ես ընտրում եմ ձեզ։ Այսօր, վաղը, միշտ։ Ուղղակի թույլ տուր ապացուցեմ դա քեզ։ Կարինեն նայեց նրա աչքերին, տեսավ այնտեղ մերկ ճշմարտությունը, ցավը, սերը, վճռականությունը։ Եվ այդ սարսափելի առավոտից ի վեր առաջին անգամ զգաց, որ գուցե, միայն գուցե, սերը կարող է ավելի ուժեղ լինել, քան վախը։ Սոնան, հասկանալով, որ սա կարևոր պահ է, ձեռիկներով բռնեց նրանց երկուսի դեմքերը, միացրեց ճակատները, կարծես ուզում էր նրանց իրար կպցնել։ Էլ մի գնա, Կալեն։ Խոստանում ես։ Նա ծիծաղեց, արցունքները վերջապես հորթելով։ Խոստանում եմ, արքայադուստր։ Այլս երբեք։ Եվ այնտեղ թաղային սուպերմարկետի մայթին, Երանի թեթ մաղող անձրի տակ, 3 կտոր եղած մարդիկ սկսեցին նորից միանալ, կտոր առ կտոր, վերականգնելով այն, ինչ ցավն ու վախը ոչնչացրել էին։ Որովհետև իսկական սերը չի հանձնվում։ Իսկական սերը պայքարում է։ Եվ երբեմն ամենակարևոր պայքարը սեփական վախերի անվստահության դեմ է։ Վերադառնալու որոշումը չկայացվեց այնտեղ, սուպերմարկետի մայթին, վերամիավորման հուզմունքի տակ։ Կարինեն դեռ վախենում էր, դեռ կրում էր Սիրանուշի խոսքերը, սրտում խրված փշերի պես։ Բայց Կարենը չհանձնվեց։ Նա խնդրեց միայն մի բան, որ նա իրեն հնարավորություն տա ապացուցելու, որ պատրաստ է ցանկացած փոթորիկի դիմակայել իր կողքին։ Որ թույլ տա իրեն պայքարել։ Հաջորդ օրերին Կարենը ամեն օր հայտնվում էր սուպերմարկետում։ Պատահական բաներ էր գնում միայն նրա դրամարկղով անցնելու համար, մի քանի րոպե խոսում էր, երբ շարժը թույլ էր տալիս, նվերներ էր բերում Սոնայի համար։ Ծաղիկներ Կարինեի համար, որոնք նա ստանում էր կարմրած այտերով շշնջացող բողոքներով, թե աշխատանքի մեջ է։ Նրա համար մինույն էր մյուս աշխատակիցների հետաքրքրասեր հայացքները, շրջանառվող մեկնաբանությունները։ Նրա համար կարևոր էր միայն նա։ Եվ քիչ-քիչ Կարինեն զգաց, թե ինչպես են պաշտպանական պատերը փլուզվում։ Ինչպես դիմադրե։ Մեկին, որն ամեն օր քաղաքն անցնում էր միայն 5 րոպեով իրեն տեսնելու համար։ Ինչպես հեռավորություն պահպանել մի մարդուց, որը ծնկի էր իջնում սուպերմարկետի միջանցքի հատակին, իր դստեր հետ խաղալու համար, լիովին անտարբեր հաճախորդների աշխատակիցների հայացքներին։ Ինչպես էլ ավելի չսիրահարվել մեկին, որն ամեն քայլով ցույց էր տալիս, որ սերն ավելի կարևոր է, քան հասարակական կարծիքը։ Մի ուրբաթ օր, վերամիավորումից 2 շաբաթ անց, Կարինեն վերջապես զիջեց։ Կարենը նրան սպասեց հերթափոխի ավարտին, Սոնան քնած նրա գրկում, աղջիկը հյուծված երկար օրվանից։ Նա առաջարկեց տուն հասցնել, Կարինեն համաձայնեց։ Ճանապարհին, մինչ նա վարում էր քաղաքի փողոցներով, Կարենը խոսեց իր պլանների մասին։ Ես ուզում եմ, որ դու վերադառնաս։ Ոչ որպես աշխատող։ Որպես իմ կյանքի մաս։ Ես ուզում եմ սա պաշտոնականացնել, Կարինե։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ դու ինձ համար կարևոր ես։ Որ Սոնան կարևոր է։ Որ մենք ընտանիք ենք։ Կարինեն նայեց պատուհանից, դիտելով անցնող քաղաքը, սիրտը սեղմված։ Քո ընտանիքը երբեք չի ընդունի։ Ապա ես կստիպեմ, որ ընդունեն։ Կամ գոնե, որ հարգեն։ Բայց ես այլս չեմ թաքցնի այն, ինչ զգում եմ։ Ես այլս թույլ չեմ տա, որ վախը թելադրի իմ կյանքը։ Նա մեքենան կանգնեցրեց այն շենքի դիմաց, որտեղ Կարինեն ապրում էր, առաջին անգամ մոտիկից տեսավ նրա իրականությունը։ Աղքատ թաղամաս, կուտակված տներ, կոյուղու ջրերը հոսում էին առվով, բոբիկ երեխաներ խաղում էին փողոցում։ Եվ նա հասկացավ, գուցե առաջին անգամ իսկապես, թե որտեղից էր նա գալիս։ Այն անդունդը, որը բաժանում էր իրենց աշխարհները։ Եվ նույնիսկ այդ դեպքում չփոխեց իր միտքը։ Դու այլս կարիք չունես այստեղ ապրելու։ Դուք երկուստ կարող եք ինձ հետ վերադառնալ։ Այսօր։ Հիմա։
Կարինեն տատանվեց, բայց նրա ներսում մի բան, որը խեղդվել էր վախից, վերջապես ազատվեց։ Նա համաձայնեց։ Պայմաններով, վերապահումներով, բայց համաձայնեց։ Որովհետև առանց պայքարի սիրելը պարզապես սիրո քողի տակ թաքնված վախ էր։ Եվ նա հոգնել էր վախենալուց։ Առանձնատուն վերադարձը համեստ էր, բայց վերջնական։ Այս անգամ Կարինեն չէր զբաղեցնի աշխատողի սենյակը, ոչ էլ Սոնայի ինքնաշեն սենյակը։ Կարենն առաջարկեց իր սենյակի կողքին ննջասենյակը, մտադրությունների հստակ հայտարարություն։ Կարինեն դեռ ամաչելով համաձայնեց, սահմանելով, որ Սոնան կքնի իր հետ, մինչ ամեն ինչ կկայունանա։ Նա համաձայնեց, հարգելով նրա ժամանակը, նրա ռիթմը։ Առանձնատան աշխատակիցները տարբեր կերպ արձագանքեցին։ Մարիամը միշտ կասկածամիտ հեռավորություն պահպանեց, բայց դադարեցրեց չարախոս մեկնաբանությունները։ Անահիտը, մայրական խոհարարուհին, գրկեց Կարինեին շշնջաց, որ միշտ երկրպագել է նրան։ Գորգը, պահակը, պարզապես հավանության նշան արեց։ Ի վերջո անհնար էր չնկատել, թե որքան էր փոխվել Կարենը, երբ նրանք վերադարձան։ Ավելի թեթ, ավելի մարդկային, ավելի կենդանի։ Սոնան նորից դարձավ նախկին ուրախ երեխան։ Վազվզում էր միջանցքներով, խաղում այգում, խաղալիքներ էր թափում ամենուր։ Առանձնատունը, որը նախկինում սառը անթերի թանգարանի էր նման, այժմ կյանք ուներ։ Ծիծաղ ուներ։ Անկարգություն ուներ։ Սեր ուներ։ Բայց Կարենը գիտեր, որ պետք է դիմակայեր անխուսափելիին։ Չէր կարող հավերժ հետաձգել։ Պետք էր Կարինեին Սոնային պաշտոնապես ներկայացնել ընտանիքին, ոչ թե որպես ամոթ կամ գաղտնիք, այլ որպես իր կյանքի էական մաս։ Եվ հենց դա էլ արեց։ Նա կիրակի օրը առանձնատանը ճաշ նշանակեց։ Հրավիրեց մորը, քրոջը, Լուսինեին, Փեսային, Տիգրանին։ Հաղորդագրությունը հստակ էր, դա կարծիքի խնդրանք չէր, այլ ներկայացում։ Նրանք կգային, թե ոչ, բայց Կարենի որոշումն արդեն կայացված էր։ Նշանակված օրը Կարինեն ավելի նյարդային էր, քան երբը։ Նա հագել էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը Կարենը պնդել էր, որ գնի իր համար, խնամքով սանրել էր մազերը, վարդագույն ժապավենակապ դրել Սոնայի մազերին։ Դողում էր ձեռքերից մինչ ոտքեր, երբ դռան զանգը հնչեց, հայտարարելով հյուրերի ժամանումը։ Կարենը ամուր բռնեց նրա ձեռքերը։ Շնչիր։ Ես այստեղ եմ։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ նվաստացնի։ Վստահիր ինձ։ Նա գլխով արեց, կուլ տալով կոկորդի խեղդոցը։ Գրկեց Սոնային, ավելի շատ իրեն հանգստացնելու, քան աղջկան պաշտպանելու համար, սպասեց ճաշասենյակում, մինչ Կարենը գնաց ընտանիքին դիմավորելու։ Սիրանուշը մտավ առաջինը, նույն արքայական կեցվածքով, ինչ միշտ, սառը աչքերը սահելով սենյակի վրայով։ Լուսինեն, Կարենի քույրը, Վելի երիտասարդ էր, 30 անց, երկար մազերով ավելի շատ հետաքրքրասեր, քան թշնամական հայացքով։ Տիգրանը, Փեսան, բարձրահասակ լուրջ տղամարդ, կարծես անհարմար էր զգում ամբողջ իրավիճակից։ Կարենը նրանց ուղեկցեց ճաշասենյակ, որտեղ Կարինեն ոտքի վրա սպասում էր, Սոնային գրկած։ Լարվածությունը շոշափելի էր, օդը ծանր։ Սիրանուշը նստեց սեղանի գլխին, առանց որևէ մեկին ողջունելու, միտումնավոր արամարանքի ժեստ։ Լուսինեն Տիգրանը նստեցին հետո, անհարմար հայացքներ փոխանակելով։ Կարենը մնաց ոտքի վրա, կանգնելով Կարինեի կողքին։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Գիտեմ, որ իրավիճակը հեշտ չէ, բայց մենք պետք է խոսենք։ Կարինեն, Սոնան այժմ իմ կյանքի մասն են։ Սա ժամանակավոր կամ պատահական բան չէ։ Լուրջ է։ Շատ լուրջ։ Եվ ես ուզում եմ, որ դուք իսկապես ճանաչեք, թե ովքեր են նրանք, նախքան դատելը։ Սիրանուշը դառը ծիծաղ արձակեց։ Ճանաչել։ Կարեն, ես արդեն գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանամ։ Նա աշխատող է, որին հաջողվել է քեզ հուզականորեն մանիպուլյացիայի ենթարկել, օգտագործելով հիվանդ երեխայի։ Սա աշխարհի ամենահին պատմությունն է։ Կարենը ձեռքով հարվածեց սեղանին, ձայն արձագանքեց սենյակում։ Հերիք է։ Հերիք է կրկնես այդ սուտը։ Դու նրա մասին ոչինչ չգիտես։ Չգիտես, որ նա իր դստերը նկուղում է թաքցրել, որովհետև աշխարհում ոչ ոք չուներ օգնություն խնդրելու։ Չգիտես, որ օրերով քաղցած է մնացել, որպեսզի դուստրը ուտի։ Չգիտես, որ մինչ հյուծվելն աշխատել է, սակավարյունությամբ, հիվանդ, միայն թե աշխատանքը չկորցնի։
Նա ինձ մանիպուլյացիայի չի ենթարկել։ Նա ինձ փրկել է։ Ինձ սովորեցրել է, թե ինչ է իսկական քաջությունը։ Քաջություն, Սիրանուշը շրջվեց դեպի Կարինեն, աչքերը շեղբերի պես։ Դու քաջություն ես անվանում երեխային կեղտոտ նկուղում թաքցնելը։ Նրա կյանքը վտանգի տակ դնելը։ Նրան որպես խայծ օգտագործելը քո ուզածին հասնելու համար։ Բառերը թույն էին, Կարինեն զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Բայց նախքան նա կկարողանար պատասխանել, Սոնան, որը մինչ այդ հանգիստ էր մոր գրկում, խոսեց երեխաների սուր պարզ ձայնով, որոնք դեռ ստել չեն սովորել։ Մաման ոչինչ չի օգտագործել։ Մաման գիշերը լաց էր լինում։ Ես լսում էի։ Նա լաց էր ինում ու ներողություն խնդրում ինձնից։ Ասում էր, որ ես ավելի լավ բանի եմ արժանի։ Բայց նա իր լավագույնն էր անում։ Մաման ամենալավն է։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Լուսինեն, որը մինչ այդ չեզոք արտահայտություն էր պահպանում, նայեց իր արհեստական զարմուհուն մի բանով, որը կարեկցանքի էր նման։ Նույնիսկ Տիգրանը կարծես անհարմար զգաց։ Սիրանուշը, սակայն, չհանձնվեց։ Երեխան չի հասկանում, երեխան ավելին է հասկանում, քան դու պատկերացնում ես, ընդհատեց Կարենը։ Եվ նա ճիշտ է։ Կարինեն ամենաուժեղ, ամենաարժանապատիվ մարդն է, որ երբե հանդիպել եմ։ Նա անհնարին ընտրություններ է կատարել, իր դստերը պաշտպանելու համար։ Եվ երբ ես օգնություն առաջարկեցի, նա ընդունեց վախով, ամոթով, բայց ընդունեց, որովհետև նրա սերը Սոնայի հանդեպ ավելի մեծ է, քան հպարտությունը։ Դա թուլություն չէ։ Դա այն սերն է, որի մասին դու, մայրիկ, միշտ ասել ես, որ ամենակարևորն է։ Սիրանուշը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Երբ նորից խոսեց, ձայնն ավելի ցածր էր, բայց դեռ կոշտ։ Եվ դու ինչ ես մտադիր։ Ամուսնանալ նրա հետ։ Այս երեխային խաչատրի։ Անների ժառանգորդ դարձնել։ Դու մտածել ես հետանքների մասին։ Թե ինչ կանի սա ընտանիքի հեղինակության հետ։ Այո, մտադիր եմ ամուսնանալ։ Այո, մտադիր եմ Սոնային օրինականորեն որդեգրել։ Եվ այո, մտածել եմ հետանքների մասին։ Մարդիկ կխոսեն։ Կդատեն։ Բայց ինձ ավելի շատ հուզում է իրական երջանկությունը, քան այն մարդկանց հավանությունը, որոնք երբեք չեն իմացել, թե ինչ է իսկական պայքարը։ Լուսինեն, որը լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Նրա ձայնը մեղմ էր, մտածկոտ։ Կարեն, դու երբե մտածել ես, որ գուցե մայրիկը վախենում է ոչ թե նրանից, թե ով է Կարինեն, այլ քեզ նորից կորցնելուց։ Դու 2 տարի սկի մեջ փակված էիր։ 2 տարի առանց իսկապես ապրելու։ Եվ հիմա, հանկարծ, նորից բացում ես սիրտը։ Դա սարսափելի է։ Մեզ համար, քեզ համար։ Կարենը նայեց քրոջը, զարմացած նրա խոսքերի կարեկցանքից։ Գիտեմ, որ սարսափելի է։ Բայց տեղում կանգնելը քիչ-քիչ մահանալ էր։ Կարինեն, Սոնան ինձ հետ բերեցին։ Եվ ես նրանցից չեմ հրաժարվի, որովհետև որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ։ Սիրանուշը ոտքի կանգնեց աթոռից, կեցվածքը դեռ խիստ, բայ։ Աչքերում ինչ-որ բան այլ էր։ Դու պատրաստ ես կորցնել ընտանիքդ նրանց պատճառով։ Ես ոչ ոքի կորցնել չեմ ուզում։ Բայց եթե անհրաժեշտ լինի ընտրել ձեր հավանության իրական երջանկության միջ, ես ընտրում եմ երջանկությունը։ Միշտ։ Մայրապետը առաջին անգամ նայեց Կարինեին, սենյակ մտնելուց ի վեր։ Իսկապես նայեց, առանց նախապաշարմունքի ոսպնյակների, առանց ամբարտավանության զրահի։ Նա տեսավ երիտասարդ, վախեցած, բայց ոտքի վրա կանգնած մի կնոջ։ Տեսավ մի մոր, որը դաժան պաշտպանությամբ գրկել էր դստերը։ Տեսավ մի բան, որը ճանաչեց, որովհետև ինքն էլ մի ժամանակ այդպիսին է եղել, երիտասարդ ու սիրահարված, պայքարելով ընդունվելու մի ընտանիքում, որը իրեն չափազանց աղքատ էր համարում իրենց որդու համար։ Սիրանուշի ձայնն ավելի ցածր դուրս եկավ, գրեթե խոցելի։ Եթե դու իսկապես նրան սիրում ես, եթե սա իրական է, ապա մի բանի պատասխանիր։ Ինչն ես սիրում նրա մեջ։ Ինձ մի ասա քաջության կամ ուժի մասին։ Ասա, թե ինչն է ստիպում քեզ արթնանալ մտածել նրա մասին։ Կարենը չտատանվեց։ Սիրում եմ, թե ինչպես է նա նայում Սոնային, կարծես աղջիկ։ Ամբողջ տիեզերքը լինի։ Սիրում եմ, որ նա երբեք ոչինչ չի խնդրել իր համար, միայն դստեր համար։ Սիրում եմ, որ ծիծաղում է պարզ բաներից, որ հուզվում է ելակից, որ լաց է լինում հիմար ֆիլմ դիտելիս։
Սիրում եմ, որ ինձ տեսնում է որպես մարդ, ոչ թե բանկային հաշիվ։ Եվ սիրում եմ, որ նա ստիպեց ինձ նորից հավատալ, որ ես արժանի եմ նորից երջանիկ լինելու։ Սա բավարար է։ Սիրանուշն անմիջապես չպատասխանեց։ Նա քայլեց դեպի Կարինեն, որն բնազդաբար ավելի ուժեղ գրկեց Սոնային։ Մայրապետը կանգնեց նրա դիմաց, աչքերը զննելով, գնահատելով։ Դու իսկապես նրան սիրում ես։ Թե սիրում ես այն, ինչ նա կարող է առաջարկել։ Կարինեն խորը շունչ քաշեց, գտնելով քաջություն, որը չգիտեր, թե ունի։ Ես սիրում եմ այն մարդուն, որն իջավ իր իսկ տան նկուղը դիպավ այն սառը հատակին, որտեղ ես թաքցրել էի իմ դստերը։ Այն մարդուն, որը ծնկի է իջնում խորանարդիկներով խաղալու համար։ Այն մարդուն, որը լաց է լինում, խոսելով իր կորցրած կնոջ մասին, չի ամաչում դրանից։ Այն մարդուն, որը կարող էր ինձ դուրս հանել, բայց ինձ արժանապատվություն տվեց։ Ես նրա փողը չէ։ Սիրում։ Ես նրան եմ սիրում։ Եվ եթե վաղը նա ամեն ինչ կորցնի, ես կմնամ։ Որովհետև այն, ինչ նա ինձ տվել է, գին չունի, հարգանք, հույս նորից երազելու հնարավորություն։ Հաջորդած լռությունը երկար էր, ծանր, լի չասված ճշմարտություններով։ Եվ հետո, զարմանալիորեն, Սիրանուշը մեկնեց ձեռքը։ Հեշտ չի լինի։ Հասարակությունը կխոսի։ Դատողություններ կլինեն։ Բայց եթե իմ որդին ընտրել է քեզ, եթե դու իսկապես նրան սիրում ես, ինչպես ասում ես, ապա ես կփորձեմ։ Անմիջական ընդունելություն չեմ խոստանում, բայց խոստանում եմ փորձել։ Դա գրկախառնություն չէր։ Լիակատար հավանություն չէր։ Բայց դա կամուրջ էր։ Փխրուն, անկայուն, բայց դա սկիզբն էր։ Կարինեն սեղմեց առաջարկված ձեռքը, արցունքները վերջապես ազատ հոսելով։ Լուսինեն ոտքի կանգնեց գրկեց եղբորը, շշնջալով, որ ուրախ է նրան նորից երջանիկ տեսնելու համար։ Տիգրանը, անհարմար զգալով հուզական դրսորումներից, պարզապես հավանության նշան արեց։ Եվ Սոնան, անտեղյակ մեծահասակների բարդություններից, ցատկեց մոր գրկից գնաց Սիրանուշի մոտ, մեկնելով պլաստիկ ծաղիկ, որը հանել էր գրպանից։ Սա քեզ։ Որ չտխրես։ Սիրանուշը դողացող մատներով վերցրեց ծաղիկը, նայեց մեծ աչքերով այդ փոքրիկ երեխային, ամիսներ անց առաջին անգամ ժպտաց։ Փոքր, բայց իրական ժպիտ։ Հաջորդած ճաշը դեռ լարված էր, լի անհարմար լռություններով, ստիպողական խոսակցություններով։ Բայց դա սկիզբն էր։ Եվ երբեմն անկատար սկիզբները միակ հնարավորն են։ Հաջորդ ամիսները կառուցման ամիսներ էին։ Կարինեն Կարենի խրախուսմամբ վերսկսեց բուժքույրական ուսումը։ Երեկոյան դասերի էր հաճախում, մինչ Ռուզաննան խնամում էր Սոնային։ Դժվար էր ամեն ինչ համատեղել, բայց ազատագրող էր։ Նա սեփական ապագա էր կառուցում, ոչ միայն որը մեկի առատաձեռնությունից կախված լինելով։ Կարենը իր հերթին սկսեց նրան ներգրավել իր ստեղծած հիմնադրամի նախագծերում։ Նրանք շինարարական ընկերության շահույթի մի մասն օգտագործում էին ֆինանսավորելու խոցելի իրավիճակում գտնվող միայնակ մայրերին աջակցող ծրագրեր։ Ժամանակավոր բնակարան, սննդի զամբյուղներ, մասնագիտական դասընթացներ, մանկապարտեզներ։ Կարինեն ղեկավարում էր գործողությունները, իր իսկ պատմությունն օգտագործելով որպես վառել։ Այլ կանանց օգնելու համար։ Եվ այդ գործընթացում բացահայտում էր, որ ապրած ցավը կարող է վերածվել նպատակի։ Մի գարնանային օր, երբ Սոնան արդեն 4 տարեկան վազվզում էր առանձնատան այգում, Կարենն արեց պաշտոնական առաջարկը։ Դա թանկարժեք ռեստորանում կամ ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ չէր։ Դա նկուղում էր։ Այն նույն նկուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա Կարինեին տարավ այնտեղ, բռնեց նրա ձեռքերը խեղդված ձայնով խոսեց։ Հենց այստեղ դու ցուցաբերեցիր ամենամեծ քաջությունը, որ երբե տեսել եմ։ Հենց այստեղ ամեն ինչ փոխվեց։ Եվ հենց այստեղ եմ ուզում հարցնել, կամուսնանաս ինձ հետ։ Մատանին պարզ էր, նուրբ, կատարյալ։ Եվ Կարինեի պատասխանը արցունքների ծիծաղի միջ ամենահեշտ այոն էր, որ երբե տվել էր կյանքում։ Հարսանիքը տեղի ունեցավ 6 ամիս անց առանձնատան այգում։ Դա այն ավանդական արարողությունը չէր, որ Խաչատրյան ընտանիքը սպասում էր։ Փոքր էր, մտերմիկ, այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Սոնան ծաղկի աղջիկն էր, վարդագույն թերթիկներ շաղ տալով ճանապարհին, փայլելով սպիտակ զգեստով։ Սիրանուշը ներկա էր, նստած առաջին շարքում, երբ Կարինեն անցավ, նա կարճ բռնեց նրա ձեռքը։ Ոչինչ չասաց, բայց պետք էլ չէր։
Ժեստն ամեն ինչ ասում էր։ Սոնայի որդեգրումը պաշտոնականացվեց հարսանիքից 1 ամիս անց։ Քկագում, երբ դատավորը հարցրեց, թե Սոնան հասկանում է, թե ինչ է նշանակում որդեգիր հայր ունենալ, աղջիկը պատասխանեց երեխաների դաժան անկեղծությամբ. Գալենը միշտ իմ հայրն է եղել։ Հիմա թղթի վրա էլ է։ Սենյակում չոր աչք չկար։ Տարիներն անցան։ Կարինեն ավարտեց բուժքույրական ուսումը, սկսեց կես-դրույքով աշխատել պետական հիվանդանոցում, սպասարկելով ցածր եկամուտ ունեցող հղի կանանց։ Սոնան մեծացավ առողջ, խելացի, կյանքով լի, առանց քաղցի վախի այդ օրերի հիշողության։ Միայն սիրո, անվտանգության ընտանիքի հիշողություններ։ Կարենը լիովին փոխվեց։ Սառը գործարարը տեղը զիջեց մի մարդու, որը բարձր ծիծաղում էր, որը հատակին խաղում էր, որը լաց էր լինում ֆիլմերից, որը չէր ամաչում սեր ցույց տալուց։ Առանձնատունը դադարեց դամբարան լինելուց դարձավ տուն, միշտ լի մարդկանցով, նախագծերով, հույսով։ Եվ մի գիշեր, այն ճակատագրականա։ Ռավոտից տարիներ անց, երբ ամեն ինչ սկսվել էր, Սոնան, արդեն 8 տարեկան, տվեց այն հարցը, որը Կարինեն միշտ գիտեր, որ կգա։ Մայրիկ, իսկ դու ու հայրիկը ինչպես եք ծանոթացել։ Կարինեն նայեց Կարենին, որը նրա կողքին էր բազմոցին, երկուսն էլ ժպտացին։ Նա դստերը քաշեց, գիրկը պատմեց ճշմարտությունը։ Քաղցի, վախի, նկուղի, հուսահատությունից ծնված քաջության մասին։ Սառը մարդու մասին, որը նորից սովորեց սիրել, անտեսանելի կնոջ մասին, որը արժանապատվություն գտավ, մի երեխայի մասին, որը միացրեց երկու անհնարին աշխարհներ։ Սոնան լայն բացված աչքերով լսեց ամեն ինչ, հետո ուժգին գրկեց երկուսին։ Ուրեմն ես ձեզ եմ փրկել։ Կարինեն հուզված համբուրեց նրա գլուխը։ Այո, սեր իմ։ Դու մեզ փրկեցիր։ Որովհետև իսկական սերը միշտ փրկում է։ Միշտ։ Եվ այդ գիշեր, առանձնատանը, որը նախկինում սառն էր, իսկ այժմ տուն էր, 3 մարդ, որոնք մի ժամանակ կտոր էին եղել, գրկախառնվեցին, ամբողջական, լիարժեք, երջանիկ։ Որովհետև նրանք ապացուցեցին, որ սերը կարող է հաղթահարել ցանկացած անդունդ։ Կարող է հաղթել ցանկացած նախապաշարմունք։ Կարող է մութ նկուղները վերածել ծաղկած այգիների։ Պարզապես պետք է պայքարելու քաջություն ունենալ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կարենի Սոնայի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քաջության սիրո հաղթահարման այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք բերում ենք սրա նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, պատմություններ իրական մարդկանց մասին, որոնք դիմակայում են անհնարին մարտահրավերների ուժ գտնում այնտեղ, որտեղ ամենաքիչն էին սպասում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որովհետև միշտ կա մի նոր պատմություն, որը սպասում է հուզելու ձեր կյանքը։